Ողջույն սիրելի մարդիկ, ես Կարինեն եմ, օրագիր նյուզի հարթակում զրուցում ենք զարմանալի մարդկանց հետ, թեման գիտությունն է, զրույցի այսօրվա նյութը կլիման, մեր հյուրն է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, մթնոլորտի ֆիզիկայի մասնագետ պարոն Արամ Գաբրիելյանը, բարև ձեզ պարոն Գաբրիելյան։ Բարև ձեզ։ Մենք այսօր զրուցելու ենք մի թեմայի մասին, որն ըստ էության կապ ունի աշխարհի բոլոր մարդկանց հետ եւ քաղաքակրթությունների ձևավորման վրա է ազդեցություն ունեցել եւ ընդհանրապես մեր առօրյայի արթնանում ենք ինչ հագնել, ինչ ուտել, ինչպես ջեռուցել բնակարանը եւ բոլոր մնացած հարցերը մարդու կենցաղի հետ կապված պայմանավորված են մեր կլիմայով։ Այդպես է։ Միանշանակ դուք ակնարկեցիք, որ քաղաքակրթությունն է ձևավորվել կլիմային զուգընթաց։ Կարող եմ ձեզ հիշեցնել, հույս ունեմ, որ այդպիսի հաղորդում ունեցել եք դուք։ Դեռ ոչ։ Չգիտեմ, 12,000 տարի առաջ, երբ որ եղավ այդ աղետը, գլոբալ աղետը եւ մարդկության մեծ մասը շատ քիչ էր մնացել։ Դա Ազորյան կղզիների մոտ որ կիսաստղ ընկավ, այն ժամանակ հսկայական կլիմայական աղետ տեղի ունեցավ, մարդկությունը պրակտիկորեն վերացավ, շատ քիչ էր մնացել մարդկություն եւ ըստ էության քաղաքակրթության պատմությունը, հատկապես պետականության ձևավորման, հողագործության եւ այլն, այդ մասով դա սկսվեց այդ աղետից հետո, իսկ աղետը կլիմայական աղետի բերեց այդ եւ դա համարվում է աշխարհի վերջի ամենախոշոր կլիմայական աղետը ըստ էության, այնպես որ ակնհայտ է, որ դա ոչ միայն առնչությունն է, մենք ապրում ենք այդ միջավայրում։ Ու շատ զարմանալի է, որ ապրելով այդ միջավայրում մթնոլորտում, կլիմայական համակարգում շատ քիչ ուշադրություն է դարձվում այդ գիտությանը։ Օրինակ դպրոցներում չեն ուսումնասիրում։ Չէ։ Գիտեք, չէ՞։ Չեն, իսկ երևույթը չափազանց բարդ է, բայց միաժամանակ հասկանալի։ Եվ ես կարծում եմ, որ ծերես հաղորդումը կարող է ինչ-որ նպաստել ինչ-որ չափով, նպաստել, որ եթե մենք կարողանանք իհարկե մեր զրույցը հետաքրքիր կառուցել։ Վստահ եմ կկարողանանք։ Եվ սկսենք նրանից, թե ինչ է կլիման։ Կլիման։ Կլիման բնորոշելու համար կամ սահմանելու համար պետք է համեմատություն բերենք եղանակի հետ։ Շատերի մոտ կլիման եւ եղանակը նույնականություն են։ Եղանակը տվյալ պահի միջավայրում, մթնոլորտում ձևավորված օդօրթաբանական պայմաններն են, տվյալ պահի։ Դա եղանակով է բնորոշվում։ Ջերմաստիճան, խոնավություն, քամուարագություն, տեղումներ։ Իսկ կլիման դա եղանակային ռեժիմն է երկարաժամկետ կտրվածքով, այսինքն եղանակային ռեժիմը տվյալ վայրում, ասենք բազմամյա ժամանակաշրջանում։ Սովորաբար կլիմայական ժամանակաշրջանը, որպես է շատ փոփոխական չլինի, դա, որտեղ ինքն էլ է հաստատում ինչ-որ մի բան, որոշ չափով հաստատումն է, ավելի դանդաղ փոփոխվող։ Դա 10 տարի առնվազն սովորաբար 30 տարվա միջինով են բնութագրում, օրինակ, ինչպիսին է տեղումները տվյալ վայրում, տարեկան տեղումներ, միջին տարեց փոփոխվում է, եղանակը փոփոխվում, բայց կլիմայական համակարգը ռեժիմի տեսակետից ինքը դանդաղ փոփոխվող է, ինքն էլ է փոփոխվող, բայց դանդաղ, այդպես է։ Կլիման դա երկարաժամկետ եղանակային ռեժիմն է տվյալ վայրում։ Այսինքն հիմա ամառը արդեն տաք է եւ այս պահին, եթե դրսում +25-30 աստիճան է, դա այս պահի եղանակն է։ Կլիման կլինի, եթե ամեն տարվա ամռան միջին ջերմաստիճանը, խոնավությունը, տեղումները մենք հաշվարկենք եւ բերենք միջին դարձան։ Օրինակ դուք նկատել եք, կարծես թե այնպիսի տպավորություն է, որ երկրագունդը արեգակի շուրջը նույն ռեժիմով է պատտվում։
ճիշտ է։ Այո։ Բայց ամեն տարի, օրինակ այսօր ամսի քան է, ամսի 4-ն է։ Այս պահին այո, նկարահանման օրը Ամսի հունիսի 4-ն 4-ն է։ Վստահաբար հաջորդ տարի կամ նախորդ տարի նույն եղանակը չի եղել։ Այո։ Բայց եթե երկարաժամկետ կդրվածքով եք նայում, կտեսնեք, որ միջինը եղել է միջին ջերմաստիճանով կարելի է բնորոշել։ Վստահաբար հունիսի 4-ին չէր կարող լինել, ասենք -5 աստիճան։ Բնականաբար։ Հետաքրքիր է։ Այսինքն այդպես։ Մենք կարող ենք ձեր ասածից ենթադրել, որ կլիման ստատիկ երևույթ չէ եւ ժամանակի ընթացքում դուք նշեցիք 30 տարի ժամանակամիջոց, ժամանակի ընթացքում անդադար փոփոխություններ է կրում, Կլիման չի, եղանակը Եղանակափոփոխություններ կրում եւ իսկ կլիմայական ռեժիմը փոխվում կլիման։ ինքը փոխվում է շատ ավելի դանդաղ։ Դանդաղ, այսինքն 10,000 տարում օրինակ։ Կարող է նաև մի քանի 100 տարում էլ լինել։ Ահա։ Օրինակ, քանի որ այսօր շատ են խոսում կլիմայի փոփոխությունից, այդ փոփոխությունը հաշվարկում են այսօր միջազգային համակարգում, միջազգային միջավայրում, այսպես ասած, 1990 թվականից են հաշվարկում տվյալները։ Նո, այդպես է ընդունված, բայց իրականում անհանգստությունը կլիմայի փոփոխության վերաբերյալ առաջացել է մարդածին փոփոխությունների վերաբերյալ առաջացել է անցյալ դարի կեսերին։ Գիտնականները նկատեցին ու գիտությունն էլ այդ բնագավառում երբ զարգացավ, հասկացան, որ մարդածին ներգործությունը, մարդկային ներգործությունը մթնոլորտի վրա կարող է բերել ռեժիմի փոփոխություն, հենց ռեժիմի փոփոխություն հատկապես, կլիմայական ռեժիմի փոփոխություն, այսինքն բազմամյա տվյալները կարող են փոփոխվել։ Մարդու Այսինքն տաքանալ կամ ցրտել։ Տաքանալ կամ ցրտել։ Նո սովորաբար տաքանալ, ինչու, որովհետև ներգործությունը բերում է նրան, որ տաքացման ընթացք է գնում, բայց խոսքը վերաբերում է տաքացումը ոչ թե կլիմայի, այլ եղանակային տաքացում, գլոբալ մթնոլորտի տաքացում է տեղի ունենում, որը բերում է կլիմայի փոփոխության։ Կարող է որոշ տեղերում նույնիսկ սառեցման բերել, դա զարմանալի կարող է թվալ, բայց օրինակ Գրենլանդիայի հարավում սառույցների հալման պատճառով գլոբալ տաքացման հետևանքով սառույցները հալչում են, բայց ծովի մագերևույթը սառչում է, որովհետև քաղցրահամ ջուր է լցում ծովը եւ այդ սառը ջուրը ավելի մագերեսին է մոտ լինում եւ այնտեղ օրինակ այդ հատվածում գլոբալ տաքացումը բերում է սառեցման, ոչ թե գլոբալ տեղային սառեցման կարող է բերել։ Բայց կա չէ այդպիսի համընդհանուր կարծիք, գիտնականների մի մասը պնդում է, որ մոլորակը հետսեթե տաքանալու է, մյուս մասը հենց ձեր նշած տարբերակով, որ գլոբալ տաքացումը բերելու է, արդեն խոսում են այն մասին, որ գլոբալ սառեցման։ Միթե դա հնարավոր է։ Չէ, դա սխալ թեզ է։ Գլոբալ մագարտակով միջին ջերմաստիճանը, դրա մասին էլ կխոսենք։ Ինչու ջերմաստիճան։ Դա մի նրբություն է, ջերմաստիճանն ու ջերմությունը տարբեր բաներ են։ Այնպես ինչ որ էներգիան, չէ՞։ Շատերը ասում են, իմ մոտ այսքան կիլովատ էլեկտրաէներգիա ենք սպառել։ Դա սխալ է ասել։ Կիլովատ ժամով պետք է ասել, որ կիլովատը հզորությունն է, իսկ կիլովատ ժամը դա էներգիան է։ Երբ որ խոսում ենք մթնոլորտի տաքացման վերաբերյալ, չէ՞ որ մենք հիմա երևի դուք տեղյակ եք, խոսքը գնում է 1-2 աստիճանի շուրջ գլոբալ տաքացումը, որը պատկերացնում է որպես կատաստրոֆա։ Թվում է թե 1-2 աստիճանի է ինչ մի ջերմաստիճան է, որ դրա շուրջ այսքան ուրեմն սագարկություններ են գնում, միջազգային սագարկություն։ Բայց իրականում այդ ջերմաստիճանի չնչին փոփոխությունը ինքը վկայում է տաքացման էներգիայի մեծ կուտակումների, որտեղ էներգիան միայն ջերմաստիճանով չի բնութագրվում։ Օրինակ, երբ որ տեղումներ են առաջանում, տեղումները ինչ է։ Մթնոլորտի գոլորշին սուբլիմացիա է ենթարկվում, այսինքն խտանում է, իսկ այդ խտացման ժամանակ հսկայական էներգիա է անջատվում։ Այնքան էներգիա, որքան որ այդ գոլորշին ընդունել է ծովից գոլորշանալու համար օվկիանոսից։ Իսկ դուք պատկերացնում եք ինչ հսկայական էներգիա, օրինակ պատկերացեք թեյնիկը, երբ որ դնում եք գազի վրա, ասենք լրիվ թեյնիկը, գազը միացնում եք, ինքը եռում է, մի ժամ կարող է եռալ մինչև վերջանա, չէ հսկայական էներգիա, բայց ջերմաստիճանը չէ որ չի փոխվում այնտեղ։
Եվ գոլորշու ջերմաստիճանն է 100 աստիճան, չէ, եւ Երևանում 100 չէ, 97 է։ Եվ ջրի ջերմաստիճանն էլ եռման ընթացքում չի, բայց էներգիան, այսինքն ինքը վերածում թաքնված էներգիա։ Ես դուք պատկերացրեք, այդ թաքնված էներգիան ոնց է վերադառնում տեղումների ժամանակ։ Դա է պատճառը, որ գլոբալ տաքացումը բերում է այն ահավիրքներին, որոնց մասին մենք հաճախ լսում ենք, ասենք պտտահողմերն են շատանում, ջրհեղեղները եւ այլն։ Ինչ է նշանակում։ Ջրհեղեղը նշանակում է, որ ինչքան եթե շատ է գոլորշած է, չէ, ջուր օվկիանոսից, նույնիսկ գոլորշացած ջուրը վերջի պետք է հետ թափվի։ Եթե էներգիան կլիմայական համակարգի էներգիան բարձրանում է, ուրեմն համապատասխան այդ ջրհեղեղներն պետք է տեղումները պետք է շատանան ընդհանուր դա էլ նշություններ ունի այնտեղ որտեղ շատ է ավելի է շատանում այնտեղ որտեղ պակաս է ավելի է չորանում կլիման դա էլ շատ է դա իհարկե այսպես մատերի վրա դժվար է բացատրել բայց ես կարող եմ բացատրել այսպես պատկերացրեք մի ինչ-որ խոնավություն է միջին չափի խոնավություն է այդ խոնավությունը որոշակի պայմաններում վերածվում տեղումների եւ դանդաղ բան է ասենք թե տեղումներ են տեղի ունենում ցան տեսքով սովորաբար տեղումներն սկզբից ձյուն է առաջանում հետո այդ ձյունը հալվում անձրևի է վերածում դա էլ է հետաքրքիր բան այսինքն միշտ վերևում որքան բարձր այո մինչեւ ավելին ասեմ մինչեւ այնտեղ բարձրերում չլինի ջերմաստիճան, ասենք -20-30, 20-ից 30 աստիճան, շատ քիչ հավանական է, որ տեղումներ առաջանան։ Ինչու որովհետև պետք է այդ նույնիսկ գոլոշած, օրինակ ամպերը ինչ են, իրենցից կաթիլներ են, չէ՞, ներկայացնում։ Այդ կաթիլը մինչև բյուրեղի չվերածվի, սառցե բյուրեղի, որ բյուրեղի վրա նստի ֆիզիկայում դա շատ հեշտ է առանցքականության աստիճանը բյուրեղային ջրի վրա եւ հեղուկային ջրի վրա տարբեր է ու կաթիլը գոլոշանում նստում է բյուրեղի վրա դրա համար բյուրեղը այդպեսի գեղեցիկ տեսք ունի վեցանկյուն չէ հետո ծանրանալով այդ բյուրեղը փաթիլը ընկնում է եւ վերածվում անձրևի նույնիսկ դա շատ հետաքրքիր երևույթ է երբ որ ես իմ ուսանողներին բացատրում եմ սկզբից եկել են գրագետ մարդիկ կենսաբաններ որոնք շատ լավ ֆոտոսինթեզից են ֆոտոսինթեզն են թերապետում այսինքն դա ամբողջ process-ն քիմիային բայց իրանք նույնիսկ չեն պատկերացնում որ այդպիսի երևույթ կա ու ես էլ եմ կրկնում դժբախտաբար այդ գեղեցիկ երևույթները տարօրինակ թվացող առաջին դպրոցում չեն դասավանդում որ կարելի էր դպրոցներով դասավանդել ես շատ եմ ափսոսում ու այնպես է ստացվում որ Հայաստանում ոչ գիտական հաստատություն կա ոչ ուսումնական հաստատություն կա այդ բնագավառում որ պահանջարկ չկա թե ես կարծում եմ որ դա մի քիչ պատմական իմիջիայից մասնագետն շատ խոշոր օթերդաբան մասնագետներ են ունեցել Պետրոսյան, Սախարկյանը ընդհանրապես բայց նրանք դուրսն են միշտ գործել ինչու որովհետև իսկապես պահանջարկը թերևս պահանջարկը մասնագիտական պահանջարկը որոշ սահմանափակում ունի եւ սովետական միությունում իմիջիայից ընդհանրապես 2 ինստիտուտ կար դա ուրեմն Լենինգրադի հիդրոմետեորոլոգիական ինստիտուտներ եւ Ադեսայում կար եւ Հայաստանի մասնագետները սովորաբար այնտեղ են մի պետության մեջ էինք այնտեղ խնդիր չկար այդպես բան են բայց Հայաստանում ստեղծվել էր ուրեմն ինստիտուտ Անդրկովկասյան հիդրոթերապևտաբանության ինստիտուտի Երևանյան մասնաճյուղ կար բավականին ուժեղ երբ որ ես Մոսկվայում ասպիրանտուրայում ասենք հարց էի բարձրացնում թե Հայաստանում ինչ մասնագետներով ձևավորել այս գիտության զարգացումը այնտեղ ինձ ասում են դուք ունեք Արտո Մխիթարյան ինչի մասին է խոսքը դա խոշորագույն մասնագետ էր մեխանիկայի մասնագետ մաթեմատիկոս որտեղ ինքը երևույթը շատ բարդ է եւ շատ խորը մաթեմատիկական
գիտելիքներ է պահանջում։ Իրականում ինքը բարդ է։ Մի ժամանակ կար մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում կար փոքրիկ մասնագիտացում, որոշ ժամանակ աշխարհագրական ֆակուլտետում մասնագիտացում բացեցին, բայց հետո փակեցին։ Պահանջարկ չլինելու չեմ կարող ճշգրիտ ասել, բայց շատ ափսոս է, արժի դա վերականգնել։ Օրինակ պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ հիմա այս կլիմայի փոփոխության հետևանքները շատ մեծ են ու սպասվում են ավելի մեծ հետևանքներ ու ես նկատում եմ, որ ասենք լավ ինժեներներ են, բայց խորքային հիմնարար գիտությունը գիտելիքը երբ որ չունեն, իրանք ավելի մագերեսորեն են մոդենում խնդրին։ Կարելի է ավելի խորացնել ու դա նաև շատ հետաքրքիր գիտություն։ Վերջին հաշվով մենք ապրում ենք օդի մեջ, մթնոլորտի մեջ, ճիշտ կլինի, որ դպրոցում այդ գոնե հետաքրքիր փաստերը ուսումնասիրեն, օրինակ ինչպես է կայծակն առաջանում։ Այդ ինչպես պատահեց, որ երկրագունդը ունի մագնիսական դաշտ, որը նաև ծնում է այդ վերջի կայծակները, եւ եթե չլիներ կայծակ, ինչ կլներ։ Եթե երկրագունդը չպտտվեր իր առանցքի շուրջ, ասենք։ Ես իմ ուսանողներին այդ հարցը տալիս եմ, առաջի երբ որ նոր ենք ծանոթանում, հարցնում եմ, առաջի հարցը շատ պարզ հարց է, շատ զարմանում եմ, բայց նաև չեմ զարմանում, երբ որ հարց եմ տալիս, խոնավոթն է ծանր, թե չորոթը։ Խոնավ։ Ձեր կարծիքով։ Այո, իմ կարծիքով խոնավ։ Հա, ինչու եք դուք այդ կարծիքը, որովհետև շորը լցվում է խոնավ շորը ավելի ծանր է, չէ՞, ասենք թոց։ Այսինքն սովորական պատկերացումները ձեր մոտ այդ ասոցիացիան են առաջացնում, ճիշտ է։ Կենցաղային մակարդակով։ Բայց մի փոքր խորանակ հիշեք դպրոցի ձեր կուրսը իդեալական գազի Ավոգադրոյի օրենքը, չէ՞ որ 1 մոլը գազի, իդեալական գազը նորմալ պայմաններում 24 լիտրի մոտ ծավալ է գրավում։ Լինի դա ջրային գոլորշի, թե լինի ազոտ, թե լինի մթնոլորտային օդ, ազոտի ու թթվածնի խառնուրդ։ Այսինքն տարբերություն չկա խոնավ եւ չորոթի։ Ինքներդ կարող եք հիմա միանգամից գլխի ընկնել, քանի որ ջուրը ջրային գոլորշին ավելի թեթև է, H2-ն, չէ՞, մոլը, 1 մոլը։ Հարց տրվում է ինչի համար։ Երբ որ ուսանողներից տարածեմ, օրինակ ես աշխարհագրական ֆակուլտետում էի տալիս, ըստ որում մարդիկ, ովքեր որ մի փոքր անցել էին։ Առաջի հարցը տվեցի 23 հոգի էին ու զարմացա։ Մի հոգի ճիշտ պատասխանեց ու բացատրեց։ Հետո ես իրեն խնդրեցի, որ դու քո լեզվով բացատրի մյուսներին, թե ինչու է այդպես։ Եվ բոլորի համար շատ պարզ դարձավ։ Այդ մի հարցը բավական էր, որ իրենք հասկանային, որ սովորական պատկերացումներով դժվար է, միշտ չէ, որ ճիշտ է նկարագրել երևույթը։ Հասկանալի է։ Նույն հարցը հետո տալիս էի, ասենք, մի քիչ արդեն այսպես ասած սովորածներ, ասենք եթե երկրագունդը չպտտվեր իր առանցքի շուրջ, այլ արևը նույն ռեժիմով պտտվեր երկրագնդի շուրջ, եղանակը կամ կլիման երկրագնդի վրա նույնը կլներ, տարբեր կլներ, թե նույն ռեժիմով արևը, ասենք գեոցենտրիկ լիներ աշխարհը, ինչպես որ նախկինում ենթադրում են, չէ՞ որ արևն է պտտվում երկրագնդի շուրջ, այլ ոչ թե երկրագունդն է իր առանցքի շուրջը պտտվում։ Ինչպիսին կլիներ։ Շատերը պատմում են, որ ինչ տարբերություն, նույնը կլիներ։ Բոլորովին նույնը չէր լինի։ Իսկ ինչ կլիներ։ Կլիներ այն, որ դուք քամի չէր լինի, պրակտիկորեն դուք չէիք զգա քամի որպես այդպեսին, որովհետև քամին առաջանում է ճնշումների տարբերությամբ, երբ որ այդ ճնշումները սկսում են հավասարակշռվել, փորձել հավասարակշռվել, ասենք բարձր ճնշումից օդը պետք է տեղաշարժվի ցածր ճնշում, քանի որ երկրագունդը գնդաձև է եւ իր առանցքի շուրջ պտտվում է, այնտեղ տեղի ունենում կորիոլիսյան ուժի առաջացում եւ քամին փոխում է իր ուղղությունը, այդ տեղաշարժը, եւ սկսում է իզոբարերի ուղղությամբ եւ չի դադարում, քանի դեռ օդը շարժվում է։
Հասկանում եք։ Բայց երբեմն լինում են օրեր, երբ առհասարակ քամի չկա։ Այո, ճիշտ, չկա։ Եվ լինում են օրեր, երբ քամին տարբեր ուժգնությամբ կարող է հանդիպել նույն։ Հիմա հենց դա հարցը։ Օրինակ ցիկլոն, անտիցիկլոն, չէ՞ լսել։ Այո, այդ երևույթները չէին լինի երկրագնդի վրա։ Եթե ցիկլոն չլներ, տեղումները չէին առաջանա այնպես։ Ընդհանրապես սկսենք նրանից, թե ինչ է ցիկլոնը։ Որպեսզի այնքան բարդ տեղից եք սկսում։ Դե որպեսզի հասկանանք, թե ինչպես է ձևավորվում։ Լավ, կասեմ, ես մի փոքր կասեմ, բայց իհարկե ինձ համար էլ հետաքրքիր է ինչպես բացատրել, որ մատչելի լինի, որովհետև մեզ նաև երեխաներ են դիտում։ Հա, շատ ուրախ։ Ցիկլոնը դա մի ընդհանրապես օդը տաքանում է մեծ մասամբ երկրի ճառագայթումից երկրի հետ շփվելուց։ Օրինակ օվկիանոսը եթե շատ է, օվկիանոսը ինքը ջերմունակությունը բարձր է, ինքը դժվար է տաքանում, դժվար է սառչում է։ Ցամաքը այդպես չէ։ Ցամաքը արագ տաքանում է, օրինակ կարող է ցերեկը տաքանալ կամ մի քանի օրվա ընթացքում տաքանալ եւ գիշերը արագ սառչել։ Հիմա եթե օդը տաքանում է, տաք օդը չէ, որ ինքը ընդարձակվում է ու մթնոլորտային ճնշումը ցածրանում է, անգնում է։ Այո։ Իսկ օվկիանոսի վրա չի տաքանում այդքան, ասենք, ու ճնշումը մնում է բարձր։ Հիմա եթե բարձր է մնում ճնշումը, իսկ ասենք ցամաքի վրա դե ինքը անընդհատ շարժվում է, սկսում է տեղաշարժ տեղի ունենալ։ Տեղաշարժը տեղի ունենալու ժամանակ միաժամանակ, քանի որ երկրագունդը պտտվում է, այդ տեղաշարժը ցիրկուլյար բնույթ է սկսում կրել։ Այսինքն եթե մի կլոր տեղ, այսինքն մի շարավիղով, այդպես պատկերացնենք, 1000-2000 կիլոմետր շարավիղով տաք օդ կա եւ շուրջը ավելի սառը օդ ու ավելի բարձր ճնշումով, ինչ պետք է լինի։ Այդ բարձր ճնշումից պետք է օդը փորձի ներխուժել ցածր ճնշման տեղը։ Ու քանի որ երկրագունդն էլ պտտվում է, դա զուգորդում է պտտողական շարժումով։ Պտտողական շարժման ժամանակ կենտրոնախույս ուժեր են առաջանում։ Կենտրոնախույս ուժերի հետ միասին առաջանում են այդ կորիլոսյան ուժը, որը երկրագնդի պտտման հետ է կապված։ Եվ դրանք իրար հավասարակշռելու համար ստիպված ինքը սկսում է այսպես օդը շրջվել, բայց քանի որ կողքերից էլի օդ է գալիս, միաժամանակ ձևավորում է վերընթաց հոսանք։ Երբ որ վերընթաց է հոսանքը, հատկապես եթե խոնավոտ է, ինչ է տեղի ունենա, վերընթաց հոսանք հասնում է ավելի բարձր շերտերում, որտեղ ջերմաստիճանը 0-ից շատ ցածր է, այնտեղ սկսում է այդ օդը, խոնավ օդը, օդից առաջանալ տեղումներ, հսկայական քանակությամբ էներգիա է անջատում։ Բարձր էներգիան նշանակում է կողքի համեմատ ջերմաստիճանը ավելի բարձր է։ Այսինքն բարձր չէ, ավելի է քաշում, ոնց որ խողովակը, չէ, օրինակ վառարանում, ինչից է որ վառարանից խողովակից, ասենք ծուխը քաշում է, չէ, տակոթի հետևանքով, տակոթը թեթև ինքը քաշում է, այդ տակոթը քաշում է եւ մինչեւ այդ ջուրը չի սուբլիմացիա լինում, մինչեւ տեղումները չեն վերջանում կողքից եկած, ինքը այդ process-ը շարունակում է, դրա համար ցիկլոնի ժամանակ գիտեք, եղանակ ասում են փչացավ, բայց դա փչանալ չի, ընդհանրակը տեղումները անձրևաբերությունը գիտեք, էլի, սնուցում է, այո, կյանք է, ցիկլոնները կյանք են բերում։ Հիմա տեսեք, Սախարայի վրա չի ձևավորվում։ Ինչու չի ձևավորվում, որովհետև Սախարայում օդային հոսանքներն այնպեսին են, որ ցամաքից է գալիս, արդեն տեղումները թափած տեղից, չորացած օդը գալիս է պասատների տեսքով, ասենք դուրս է գալիս դեպի Ատլանտյան օվկիանոս։ Եվ այնտեղ քանի որ չկա այդ խոնավությունը, այնտեղ ցիկլոն չի ձևավորվում։ Այնտեղ անտիցիկլոն է ձևավորվում։ Անտիցիկլոնը հակառակ process-ն է, երբ որ ճնշումը ավելի բարձր է կենտրոնում, իսկ դուրսը ավելի ցածր է։ Այդ դեպքում վար ընթաց հոսանքներ են, ու չի ձևավորվում։ Նույնը Անտարկտիդան լիքը ձում կա, չէ՞, գիտեք 4 կիլոմետր հաստության սառույց է, բայց իր տեղումների քանակով Անտարկտիդան անապատից ավելի անապատ է։ Տարեկան տեղումները միջին հաշվում 20 մմ-ն է, դա անապատ է։ Սախարայում ավելի շատ անձրև է գալիս, քան
բանում Անտարկտիդայում։ բայց այնտեղ գոլոշացումը որ ցածր է շատ բարձր ջերմաստիճան է, Դա ջերմաստիճանով է պայմանավորված ընդհանրապես։ այդտեղ ջերմաստիճան է։ Իսկ ինչու է ջերմաստիճանը ցածր է դել է հարց։ Բացի նրանից որ ինքը բարձր է, 4 կիլոմետր բարձրություն ունի, ոնց որ մեր Արագածի գագաթին լինես, այդպիսին է։ Բացի դրանից հարավում է տարվա կեսը ընդհանրապես արև չի տեսնում։ Իսկ ձյունը շատ է ճառագայթում, դա էլ է շատ հետաքրքիր, շատերը չգիտեն։ Ամենից շատ ճառագայթող մարմինը, ամենաինտենսիվ ճառագայթող մարմինը, ինչքան որ մարմիններ գիտեք այստեղ դեր միջավայր, դա ձյունն է։ Իր ֆիզիկական բնորոշմամբ դա իր ճառագայթման հատկությունով բացարձակ սև մարմնի հատկություն ունի։ Տեսեք ինչ հետաքրքիր զուգահեռներ են։ Այդ ամեն ինչ ես կարծում եմ հետաքրքիր է, ավելի ինձ թվում է զրույցը կարող է հետաքրքրություն, այս կարգի զրույցը հետաքրքրություն առաջանա, մի քիչ սկսեն հետաքրքրվել մթնոլորտով, որովհետև մենք այսօր ունենք խնդիրներ մթնոլորտի հետ կապված։ Ես իրականում ուզում եի ավելի པարզ բաներից սկսեինք, բայց մենք այնքան հետաքրքիր սկսեցինք եւ ինձ մոտ ավելի բարդ հարցեր են առաջացել, բայց ինչպես նշեցի, քանի որ մեզ նաեւ երեխաներ են լսում, ես ուզում եմ մի փոքր པարզ բաների մասին էլ խոսենք, հետո ասեք, ես փորձեմ པարզ շատ դժվար է։ Օրինակ, քանի կլիմայական գոտի կա աշխարհում եւ քանիստ ենք հաշվում Հայաստանում, միայն աշխարհագրության դասերի ժամանակ են այդ մասին երեխաները սովորում, այն էլ ինչ որ սահմանափակումներով, ինչքան գիտեմ։ Լավ հարց է, երկրագնդի մասով։ Երկրագնդի, հետո մասնավորեցնենք Հայաստան։ Ես կարող եմ ձեզ լավ կլինի դա նաև ցուցադրական նյութով ցույց տալ։ Իհարկե։ Ես բերել եմ այդ նյութը, կտամ ձեզ, հետո դուք կներկայացնեք, հա։ Ուրեմն կլիմայական գոտիները, ինչպես են դրանք ձևավորում, ինչպես ես ասի, քանի որ երկրագունդը գնդաձև է, տարբեր եւ իր առանցքի շուրջ պտտվում է, իսկ միակ էներգիան, որ ձևավորում է կլիմայական գոտիներ, դա արեգակնային էներգիան է։ Այդ էներգիան տարբեր հատվածներում, օրինակ հասարակածում անընդհատ կարծես ուղղահայաց է, չէ՞, մի քիչ շեղումներով, բայց հասարակածում ուղղահայաց է արեգակնային ճառագայթնում ընկնում։ Դա ամենից շատ ստացող ճառագայթներն են, ամենից շատ այդտեղ է ստացվում, տարվա կտրվածքով ես նկատի ունեմ։ Հետո գալիս է որքան դեպի հյուսիս ենք շարժում կամ դեպի հարավ հասարակածից, այնքան արեգակի ճառագայթները ավելի շեղ են ընկնում, ավելի անգյանտակ։ Իսկ անգյանտակ ընկնելու դեպքում նրա ինտենսիվությունը թուլանում է։ Եվ գալիս ենք մինչև, ասենք, Արկտիկա, հյուսիսային կամ հարավային բևեռներ, այնտեղ ընդհանրապես տարվա կես ընդհանրապես արև չի ընկնում, իսկ մյուս կեսը շատ շեղ է ընկնում այդ արևը։ Ուրեմն բնականաբար այնտեղ ավելի քիչ էներգիա է ստանում մթնոլորտը եւ գետնի մագերեսը, լինի դա օվկիանոս, թե ցամաք։ Դրա պատճառով ջերմաստիճանները տարբեր են ձևավորվում այդտեղ։ Տարբեր ջերմաստիճանները բերում են տարբեր երևույթների, ճնշումների տարբերություն եւ տեղի ունենում մթնոլորտի շրջանառություն, որ այդ ամեն ինչը ընդհանրապես բնությունը ձգտում է ամեն ինչ հավասարակշռելու։ Բայց այդ հավասարակշռման վիճակում ստացվում է վերջնարդյունքը այնպեսին է, որ հասարակածային գոտում մի ռեժիմ է ձևավորում, եղանակային ռեժիմ, որը մենք կոչում ենք կլիմա։ Հետո գալիս է երկրորդ գոտին, դա իմիջիայլոց ասեմ, դա ալիսվի դասակարգմամբ։ Մի քանի դասակարգում կա, բայց կապանի դասակարգումը կա Բեռնի, բայց ավելի ճիշտ է մենք կենտրոնանանք ալիսվի, որովհետև դա դպրոցում եւ դա շատ հարմար դասակարգում է։ Ուրեմն ձևավորվում են հետեւյալ գոտիները։ Ուրեմն հասարակածային, հետո արևադարձային, հետո բարեխառն գոտի եւ ամենավերջինը հյուսիսային, այսինքն սառը, ուրեմն արկտիկական գոտի։ Դա 4 հիմնական գոտիներ։ Այդ գոտիների արանքում նաեւ դրվում են անցումային գոտիներ։ Մերձ հասարակածային, մերձ արևադարձային եւ մերձ արկտիկական։
Այսինքն ընդհանուր առմամբ ստացվում է 7 կոդի։ Այդ 7 կոդիներին բանը պատկերը ես բերել եմ կտեսնեք ինչպեսին է։ Այդ կոդիներն են։ Հիմա այդ կոդիներում իրավիճակը շատ տարբեր է, այսինքն եղանակային պայմանները եւ եղանակային պայմաններից փոխող էկոհամակարգերի ձևավորումը։ Նու հասկանալ է սառուցյալ Աֆղանստանում սառույցներն առաջանում արցիկան սառույցներ բույսեր չեն աճում արևադարձային կոդում յուրահատուկ պայմաններ են ձևավորում այնտեղ էլ մի հետաքրքիր մի մաս կա երկու կիսագնդերի միջև օդի փոխանակումը շատ դանդաղ է տեղի ունենում ու կա միտեղ մի հատված կարծես գծային մի հատված է որտեղ ընդհանրապես քամի էլ չի լինում դա կոնվերգենցիայի կոդի է ուրեմն այսպես ասած բանի անցումային կոդի է հյուսիսային կիսագնդից հարավային կիսագնդի մեր նավագնացության մեջ դա նավագնացները շատ լավ գիտեին այդ մասին գիտեին որ այնտեղ իրենց առագասները պետք է հայտնվեն այսպես ասած քամուց զուրկ վիճակում քամի չի լինելու եւ իրանք դժվարությամբ են անցնում հյուսիսային կիսագնդից հարավային կիսագնդից դժվարությամբ ենքան դա որ հատվածն է մոլորակի ինչ որ հատվածում է մոլորակի բանից հասարակածից մի փոքր հյուսիս մի փոքր բոլոր հատվածներում երկար այո ամբողջ հասարակածի շրջանում դա կոչվում է կոնվերգենցիայի կետու փոխանակման գոտի կարծես թե անցման գոտի որովհետև այդտեղ քամիներն են շատ տարբեր ձևով առաջանում այդտեղ պասատային գոտի է պասատներ թույլ փչող քամիներ են իմջոց երկրագունդը եթե չպտտվեր այդ քամիները նույնիսկ չէին զգացվի տեղաշարժկելներ օդի բայց քամի չէր զգացվում իսկ ինչ է այդ երկրագնդը պտտվել էին ոնց մատերի վրա բացատրել օրինակ պատկերացեք հյուսիսային մասից ինչ որ օդային զանգված տեղաշարժվում է դեպի հարավ դեպի հասարակած չէ որ այնտեղ քանի որ երկրագունդը որ պտտվում է նրա անկյունային արագությունը ամենուրեք նույնն են բայց գծային արագությունները այդ հասարականի հորիզոնականի վրա տարբեր է հիմա հյուսիսից հարավ եթե ճնշումների տարբերությամբ պետք է տեղափոխվի այդ օդը, չէ, պետք է տեղափոխվի։ Ինքը պետք է ընդունի ուրիշ գծային արագություն, ավելի մեծ գծային արագություն հասարակածի մոտ, չէ, փոքրից գալիս մեծ։ Որովհետեւ արագությունը փոխվի, պետք է արագացում տեղի ունենա, պետք է ինչ-որ ուժ վրան ազդի, որ ինքը փոփոխություն տեղի ունենա, չէ։ Այդ ուժը ոնց է առել, դա հենց կոչվում է Կորիոլիսյան ուժ։ Եվ ինչպես է դա ֆիկտիվ ուժ են համարում, ինչի, որովհետև իրականում դուք զգում եք քամի, բայց այդ ոչ թե օդն է շարժվում, այլ երկրագունդն է տակից փախչում։ Հասկացաք ինչ է դա գիրը։ Դա կարևոր է հասկանալու, որովհետև նաև հարց կա, ավելի խորը գիտության մեջ հարց են առաջանում։ Այդ ինչ ուժ է, որ ինքը ֆիկտիվ է, բայց միևնույնն է ինքը ձևավորում է այսպես կոչված օրինակ գեոստրոֆիկ քամի, ցիկլոններ, անտիցիկլոններ։ Ուրեմն դա ֆիկտիվ չի, մի քիչ ուրիշ բնույթ ունի։ Նու դա արդեն ավելի խորը գիտություն է, եթե հետաքրքրի մի օր կարող եք դրա մեջ շատ հետաքրքիր է։ Իսկ Հայաստանում կլիմայական այո, հիմա Հայաստանը փոքր է, ինքը ամբողջությամբ գտնվում է արևադարձային գոտուց դեպի ուրեմն բարեխառն գոտու ընկած հատվածում մերձ արևադարձային գոտու հյուսիսային մասում եթե դուք քարտեզին նայեք ինչպես են ձևավորվում քամիները կտեսնեք որ Հայաստանը գտնվում է ունիկալ պայմաններում մի կողմից ինքը ուրեմն արևադարձային գոտում է մյուս կողմից ինքը բարեխառն գոտում է ու սեզոնից կախված օդային զանգվածները իրենց ուղղությունները գերիշխողությունները փոխում են ամառը հարավային ուղղությամբ դրա համար չորային է կլիման տեղումները քիչ բայց հետո գարնան ամիսներին եւ ծմրանից դուրս գալուց եւ գարնան ամիսներին տեղումները շատ են լինում ինչու որտեվ հյուսիսային ազդեցության տակ է գտնվում այսինքն այդ ազդեցության կոդին եւ նաեւ
ռելիեֆի բարձրությունը բերում է նրան, որ մեր մոտ կլիման շատ հարմար է ապրուստի համար, այսպես ասած։ Ու այդ գլոբալ կատաստրոֆան, որ տեղի ունեցավ, այդ աղետը, որ տեղի ունեցավ, մարդկության փրկության տեղն է եղել հայկական լեռնաշխարհը։ Դրանով է ինքը ունիկալ։ Ու դա հայտնի է, այսօր կտեսնեք, որ մամուլում, ասենք ինտերնետում լիքը նյութ կա, որ քաղաքակրթություն ասելով, ասենք հողագործություն, անասնապահություն եւ այլն, այստեղից է տարածվել, որովհետեւ այդ աղետից հետո այստեղ բարենպաստ պայմաններ, ջուր է եղել։ Լեռնային պայմաններ, հիմա լեռնային պայմաններում, ցանկացած լեռնային պայմաններում կլիմայական համակարգը ոչ թե այդպես ըստ աշխարհագրական հորիզոնականների է ձևավորում, այլ ըստ ռելիեֆի բարձրության։ Մեր մոտ սկսվում է Արարատյան դաշտից եւ շարունակվում է մինչեւ լեռների գագաթները։ Օրինակ, բայց այստեղ Հայաստանի Հանրապետությունը եսի նկատում, Հայաստանի Հանրապետության տարածքում կա կիսանաբադային գոտի, ոնց այսպես կասե արևադարձայինի նման է, էլի, չոր արևադարձային գոտու տպավորություն թողնող ամառները։ Բայց ընդհանուր կլիման չորային է։ Հետո գալիս է բարեխառն գոտի, բարեխառն գոտուց գալիս է ալպյան գոտի։ Հավերժական սառույցներ չկան, որովհետև այսպես կոչված ձյան գիծը Հայաստանում, որտեղից ամառվա ընթացքում չի հասցնում հալվել եւ սառցադաշտեր են ձևավորում Հայաստանի Հանրապետության մագարտակում, դա 4500 մետրի վրա է մոտավորապես, իսկ Արագածը ամենաբարձր կետը 4095 դրա շուրջը։ Դա է պատճառը, օրինակ Արարատի գագաթին սառցադաշտ կա, ճիշտ է, կրճատվել է կլիմայի տաքացման հետևանքով, ես միշտ հետևում եմ, ճիշտն ասած, հետաքրքիր է էլի տեսնել հեռվից ինչպես է կրճատվում, ինքը կրճատվել է։ Ամենուրեք են սառցադաշտերը կրճատվում։ Ես չգիտեմ Սիպանի վրա պահպանվում է թե չէ, որովհետև Սիպանը չի երևում, բայց Սիպանն էլի նրա բարձրությունն այնպեսին է, որ այնտեղ կարող է ձևավորվել սառցադաշտ։ Չգիտեմ, բայց իհարկե նա ավելի ցածր է, չգիտեմ, սառցադաշտ կա թե չէ, բայց ամեն դեպքում կլիմայական գոտիները ըստ բարձրությանն է ձևավորում։ Դա ինչի է բերում։ Բերում է նրան, որ մարդիկ իրենց կենցաղում կարող են ավելի հարմարվել այն պայմաններին, որը իրենց համար ավելի շահեկան է, կարծես թե օրինակ անասնապահությունը մի կլիմայական գոտում կարելի է զարգացնել, բուսաբուծությունը ուրիշ կլիմայական գոտում, չէ՞։ Հետո կա նաև քանի որ լեռներ են, լեռները տեղական կլիմա են ձևավորում, տեղական եղանակ են ձևավորում, միկրոկլիմա են ձևավորում, որոշակի։ Այդ միկրոկլիման բերում է նրան, որ գետերի հոսանքներն են, ռեժիմներն են տարբեր լինում եւ մարդիկ կարող են հարմարվել։ Դա է պատճառը, որ մեր փոքրիկ տարածքում այսպես շատ մշակութային միջավայրեր կան։ Նույնիսկ բարբարներ բազմազան, այո, բազմազանությունը, կլիմայական բազմազանությունը, ես այդ նկարն էլ ձեզ քարտեզը կտամ, որ շատ լավ դուք ձեր հաղորդման մեջ տեղադրեք։ Ես ունեմ հեղինակային նյութ դասախոսության, որը պատմում է հենց այն մասին, թե ինչպես ռելիեֆը եւ բնակլիմայական պայմանները ստիպեցին մարդկությանը ձևավորել մշակութային բազմազանություններ, օրինակ համեմատության մեջ են բերում ծովի ափին ապրող մարդուն կամ անտառում կամ անապատում կամ սառցադաշտային շրջաներում ապրող մարդկանց եւ իրենց սնունդը ինչպիսին էր եւ պայմանավորված սննդի տեսակով ինչպես էին պատրաստում, մշակում այդ սնունդը, օրինակ կակտուսը եւ ձուկը նույն ձևով չէին մշակում ուտելու համար եւ դրա համար հատուկ մեթոդներ են մշակում, հագուստը, կացարանը եւ այլն եւ կարծես թե
թե մեր բախտը ամեն հարցում բերել է, որովհետև մեր հենց այդ բազմազան բնակնիմական ու ռելիեֆային պայմանների շնորհիվ մենք ունենք եւ ձեր նշած բարբառային տարբերությունները եւ խոհանոցի ահռելի տարբերությունները, մենք մինչև հաղորդումը սկսել երգերի մասին ենք խոսում, մենք գիտենք, որ նույն երգի տարատեսակներն ենք ունեցել, օրինակ հորովելների, չէ՞, եւ փաստորեն բնության վերարտադրությունը մշակութային տեսակներն են, մշակույթի վերարտադրությունն է, հա, այդպես եթե կարելի է բնորոշել։ Հետաքրքիր դուք զուգահեռներ եք բերում։ Իրականում ես նաև մասնակցում եմ հասարակական կազմակերպությանը, խազեր էկոլոգա-մշակութային հասարակական կազմակերպությունը, եւ էկոլոգիան, այսինքն բնությունը եւ մշակույթը այնքան են միացված, որ իրանց նույնիսկ անհնար է տարանջատել, ես կասեի։ Ու եւ մեր ամբողջ մշակութային, հատկապես երաժշտական մշակութային, ըստ էության ծայրից բնապաշտությունն է։ Ճիշտ է, այդ բառը քրիստոնյաները շատ չեն սիրում, դրանց մոտ պաշտամունքի առարկան այլ է։ Բայց ուզած թե չուզած այդպես, եւ այս վերջերս հրադարակվեց մեր մայստրոյի Կարոչալիգյանի գրանցած երկերից, գիտեք, հավանաբար անգամ երգում եմ երգչախումբ, անձրևաբերության երկեր, որ բանավոր փոխանցվել եկել է։ Հիմա հարց է առաջանում, ինչու անձրևաբերության, օրինակ այդ երկերը ինչու են անձրևաբերության երկեր, քրմերը ժամանակին երկել, որովհետև երաշտից պաշտպանելու, որովհետև կլիմայական այնպեսի գոտում ենք, որտեղ անձրևները շատ կարևոր են։ Իսկ պատկերացրեք, ասենք թե հասարակածային գոտում ապրողներին անձրևաբերության երկեր կարող է նրանց մշակույթում զարգացած դրամաբանորեն կարիք չունեն։ Կարիք չունեն, այնտեղ ուրիշ կարիքներ կան։ Այդ ուրիշ կարիքները այլ ձևով են արտահայտվում։ Դա է այդ պատճառը։ Ուզում եմ ասեմ, որ այդ ամեն ինչը միասյուն է։ Իմիջիայլոց կանաչ էկոնոմիկայի, այդպես գիտեք, չէ, այսօր շատ մոդայիկ է այդ բառը հնչեցնել, բայց շատերը չեն խորանում։ Կանաչ էկոնոմիկայի երրորդ աքսիոմը ասում է ամեն ինչ մեկը մյուսի հետ կապակցված է։ Ամեն ինչ միմյանց հետ կապակցված է։ Եվ այստեղ էլ ենք մենք տեսնում կապակցվածությունը։ Քանի որ այդ հարցը դրեցիք, ասեմ ձեզ, նաև հետաքրքիր աշխատություն կա, հետո ես ձեզ կտամ, բնության դեմ առաջի դավադրությունը, այդպեսի պատում։ Ապա Գիտեք ինչ է, Գիլգամեշի էպոսի մասին է։ Գիլգամեշի էպոսը շատերը գիտեն։ Դա դիտարկվում է որպես հերոսական էպոս, ինչ ասես շուրջը հորինվում է։ Բայց այնտեղ կարևորը հետազոտողների մոտ այդ կարևոր հարցը չի առաջացել։ Չէ՞ որ Գիլգամեշը Էնկիդուի հետ ընկերակցան եւ գնացին Խումբաբային սպանեցին անտառների պահապանին։ Մայրիների անտառի պահապանին սպանեցին։ Դրա համար Աստված իրենց պատժեց։ Իսկ անտառների պահապանը որտեղ էր։ Հայկական լեռնաշխարհի եզրագծող հարավից էր։ Այսինքն միջագետքից Ուրուկ քաղաքից, չէ՞։ Նրանք շարժվեցին, որոշեցին, որ գնան Խումբաբային սպանեն, որ անտառը փայտից օգտվեն։ Հեշտությամբ եւ գնացին Խումբաբային սպանեցին, բայց դրա պատճառով նրանց ողբերգություն իրենց մոտ ողբերգությունը իրենց հասավ եւ Էնկիդուն մահացավ, Գիլգամեշն էլ անմահությունը կորցրեց։ Բայց այդ գաղափարը չկա եւ այդ պատումը Արտաշես Մարտիրոսյանի Մատենադարանը դա շատ հետաքրքիր պատմությունն է, ինչպես առաջացավ այդ գաղափարը, այդպես մեկնաբանել Գիլգամեշի էպոսը։ հետաքրքիր է։ Ես ձեզ կուղարկեմ։ Շատ լավ, շնորհակալ կլինեմ։ Ու եթե դա նաեւ դասավանդվի, ինձ կարծիքով շատ հետաքրքիր կլինի։ Շատ, իսկապես։ Եվ քանի որ հայկական լեռնաշխարհին էր հարում, իսկ մենք գիտենք, որ ունենք սոսիների անտառ եւ պուրակ եւ
Ընդհանրապես հայկական լեռնաշխարհում անտառային ծածկույթը այսօր Հայաստանում 11% է համարվում պաշտոնական տվյալներով, բայց նաև գիտենք, որ եղանակը ժամանակի ընթացքում փոփոխվել է եւ ինչ որ ժամանակահատված ես չեմ հիշում, որ աշխատության մեջ եմ կարդացել եւ չգիտեմ տրամաբանորեն կարող եմ դա իրավունք ունեմ այդ մասին խոսելու թե ոչ, Շատ հետաքրքիր է, հələ մի հետաքրքիր է։ աշխատության մեջ, որի աղբյուրը չեմ հիշի, ասվում էր, որ Արարատյան դաշտում կային անտառներ։ Արդյոք այդպես է, դա մոտավորապես 2000 տարի առաջվա Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների հետ էր կապված այդ պատմությունը եւ իբր երբ Մակեդոնացու զորքը անցնում էր Հայաստանի տարածքով, անցնում էին Արարատյան դաշտի անտառների միջով։ Շատ վաղուց եմ կարդացել, անգամ չեմ պատկերացնում դա գեղարվեստական էր թե ինչ որ գիտական նյութ էր, ամեն դեպքում դա հիշողությանս մեջ տպավորվել է։ Չգիտեմ Ալեքսանդր Մակեդոնացին ոնց է անցել Արարատյան դաշտից, որքան գիտեմ նրանք Հայաստանը չեն նվաճել։ Ես գիտեմ, որ նվաճել։ ուղղակի անցել է Հայաստանի միջով, այո, չի նվաճել Հայաստանը։ Այո։ Բայց ես ձեզ ասեմ, շատ կարևոր հարց եք տալիս։ Իսկ ինչպիսին է եղել անտառապատվազությունը Հայաստանի, երբ որ մարդու ներգործությունը չի եղել, չէ՞, այդպես է հարցը դնում։ Մոտավորապես դա է հարցնում, այո։ Այդ ուսումնասիրությունները արվել է։ Ապա Այդ ուսումնասիրությունը արվեց, դուք գիտեք, ես անտառագետ չեմ գիտեմ։ ու բուսաբան չեմ, բայց երբ որ ես աշխատել եմ բնապահպանության նախարարությունում եւ առաջին նախագիծը կլիմայի հետ կապված, դա իմ ղեկավարությամբ է տեղի ունեցել, ես եղել եմ այդ ազգային համակարգողը կլիմայի փոխության կոնվենցիա եւ առաջի ազգային հաղորդագրությունը, որ պատրաստում են, դա անտառային սեկտոր էլ կար։ Ու իմ մոտ մի հարց առաջացավ, լավ, մենք խոսում ենք անտառից, գիտենք, որ պակասել է, բայց հարց է առաջանում, ինչպիսին է եղել անտառապատվությունը բնական, որ հիմա այսպես պակասել է։ Մեկ, երկրորդը, ինչպիսին պետք է լինի օպտիմալ անտառապատվությունը, ինչպիսին կարող է լինել օպտիմալ անտառապատվությունը, որ ճիշտ լինի։ Բնության տեսակետից, բնական էկոհամակարգի տեսակետից։ Երբ որ այդ հարցը ծեցի, ինձ համար շատ զարմանալի էր, անտառագետները միջ այդ հարցը չեն դրել։ Ճիշտ է, անտառապատում են արել, անտառ վերականգնում են արել, բայց այսպիսի հարցադրում չի եղել։ Եվ մենք մեթոդապես հետևյալ սկզբունքը որդեգրեցինք։ Եկեք տեսնենք ինչպիսին է եղել բնական անտառապատվազությունը Հայաստանի, որ տեսնենք ինչքան ենք մենք ասենք վարելահողերի վերածել բանման, որ տեսնենք օպտիմալը ինչպիսին պետք է լինի։ Այդ աշխատության մեջ մենք խորացանք, պարզվեց, որ 2000 տարի խորանալը, թե ինչպիսին է եղել, բավարար չի, պետք է ավելի շատ խորանալ։ Ինչու, որովհետև մետաղագործությունը, որ Հայաստանում զարգացել է, ինչ են այրել մետաղի համար, անտառն են այրել, ավելի պետք է խորանալ։ Ճիշտ է, բրոնզե դար մենք չանցանք, բայց իմիջիայլոց նաև Վրաստանից մասնագետներ հետաքրքրվեցին, համատեղ ուսումնասիրությունների արդյունքում մենք նաև Հայաստանի հայտնի անտառագետներ Խուշուձյան Պայքարը եւ Գաբրելյան Վահանը միասնական սկսեցին ուսումնասիրել նաև իրենց համապատասխան մեթոդներով, պարզվեց, որ Հայաստանի անտառապատվազությունը բնական մեր թվագրությունից առաջին 1000-ամյակի սկզբին եղել է 38-ից 42% 38-ից 42% անտառապատվազություն։ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Երբ որ դա պարզվեց, նաև հետաքրքիր հարց առաջացավ, իսկ ինչպես ինչ ընթացքով է այդ անտառապատվազությունը պակասել։ Եվ նաև կա այլ մեթոդներ, թե կարճ ասած մենք նաև մտանք մաթենադարան։ Մաթենագիտության մեջ էլ տվյալներ դուրս բերենք, ու շատ հետաքրքիր մի ծավալվեց նոր ուղղություն գիտության մեջ, այդ նմանագների մոդելներով եւ վերադառնալով անտառին, ասեմ, ուրեմն եղել է 38-42% այդ սխալանքը։ Մոտ 3000 տարի առաջ։ Հա, մոտ 3000 տարի առաջ։ Իսկ ինչպիսին պետք է լինի օպտիմալ։ Հիմա դեպի ուր գնանք, մեր թիրախը որը լինի։ Որքան ես փորձում եի դե բնության բնասեր եմ, այսպես ասած շատ,
Ես առաջարկում եմ, որ եկեք ընդհանրապես տեսենք հələ այն ժամանակ նաև ինչպիսին է եղել կլիման, հիմա ինչպիսին է բնական կլիման։ Այն ժամանակ մի քիչ խոնավ է ավելի եղել, ասենք գուցե մի քիչ ավելի շատ է եղել, քան այսօր կարող էր լինել, եթե ծերտված չլինեինք այդ անդառին։ Եվ նաև վարելահողերին ձեռ չտալ, դրանք էլ թողնել ոչ անդառապատման տակ չդնել եւ դուրս եկավ վերջին թիվը 20.1% պետք է լինի անդառապատվածությունը մինչեւ 50 թիվը։ Դա էլ սահման դրեցինք, որտեղ կարող է 50 թվականից հետո մարդկանց տրամադրվածությունը փոխվի, ավելի շատ ցանկանան անդառ լինել։ Բայց մենք ունենք այդպիսի տարածքներ, որտեղ կարող է խնդիր է։ Այդ հոդվածը կա, սիրով ձեզ, քանի որ ձեզ հետաքրքիր է, ես կես կուղարկեմ այդ հատվածը, որտեղ գրված է, որտեղ ինչ կան։ Դժբախտաբար այդ դրան մեր կառավարությունը չի գնում, որովհետև դեռ տարբեր շահեր կան։ Առայժմ մեր ընդհանրապես հասարակական կյանքում, հանրային կյանքում, այսպես ասած, գերիշխում է բնության նվաճումը։ Բնապաշտությունն ու բնապահպանությունը երկրորդական է դիտարկվում։ Նույնիսկ կայուն զարգացման գաղափարախոսությունը եթե նայում ես, թե թվում է թե դա բնապահպանության նպատակով է, չէ, առաջադրած։ Բայց այնտեղ ինչ ասում, պետք է լինի կոմպրոմիսային փաստորեն փոխզիջումային բնություն, սոցիալական եւ տնտեսական կոմպրոմիս, որը մեր կարծիքով հեռանկար չունի։ Պետք է դա այդ սկզբունքը զիջի բնությունը որպես անվիճելի առավելություն, այո, իսկ սոցիալական ու տնտեսական մեջը տեղավորել։ Ու կարևորն այն է, որ դա հնարավոր է անել։ Ու ես կարծում եմ, որ դա ավելի շահեկան է, քան թե այս գերշահագործումը, որ տեղի ունենում։ Հետաքրքիր է։ Մենք խոսեցինք, որ խոնավ էր այն ժամանակ, երբ անտառային ծածկույթը մոտ 38-40% էր եւ ազդում են արդյոք անտառները կլիմայի խոնավության վրա։ Այսինքն, որքան շատ են անտառները, այնքան ավելի խոնավ է մթնոլորտը։ Տարբերությունը շատ մեծ չի, թեև շատ է դրա մասին խոսվում, որովհետև կան ուսումնասիրություն, բայց անտառը ունի ջրակարգավորիչ կարևոր դեր։ Օրինակ, եթե անտառը դուք վերացնում եք, հատկապես ռելիեֆային պայմաններում, անտառային հողը փոխր է, որովհետև այնտեղ անտառը վերաճում է, արմատները եւ տակը խոտն է աճում եւ այլն, հողը փխուր է լինում։ Տեղումները որ գալիս են, նրանք ներծծվում են հողի մեջ։ Ծառերը դրանից օգտվում են, գոլոշացնում են այդ հողը, ջուրը տերևների միջոցով։ Ու այնտեղ ավելի խոնավ պայմաններ է ձևավորում, տեղային խոնավ պայմաններ, բնական է։ Այսինքն տեղական հոսք քիչ է առաջանում։ Իսկ հիմա ինչ է տեղի ունենում, անտառները կտրելու պատճառով, պակասացնելու պատճառով, լանջերը ուրեմն բուսականությունից են ազատվել եւ տեղումները չեն ներծծվում հողի մեջ, սելավ է ձևավորվում, հողը լվացում տանում է։ Եվ սողանքներ։ Սողանքներն էլ իրենց հերթին, սողանքներն էլ գիտեք, այդ արդեն մեծ զանգվածի տակ եթե մտնում է ջուրը։ Դրա համար նույնիսկ սողանքներից դեմ պայքարը, սողանքներ ակտիվացման դեմ պայքարը, դա անտառապատել։ Անտառը ինչ է անում, ինքը այդ խոնավությունը վերում, հետո գոլոշացնում է։ Բացի դրանից արմատներով ամրացնում է։ Այսինքն հիմա մենք ավելի շատ օգուտ ունենք անտառը հնձելուց, այնտեղ ասենք թե արոտավայր դարձնելուց, թե անտառը մնար, իր կողմնարցունքից էլի մարդիկ օգտվեին, օրինակ ազնվամորի անտառից, բնական ազնվամորի, սունկ եւ այլն։ Տարբեր հատապ։ Կամ թե ասենք արոտավայր անել, որ կճղակներով էլ այդ անասունները հողը վարի են տալիս, էրոզիայի ենթարկում, սողանքներ են առաջանում, արոտավայրն էլ է վերանում վերջո գերարարացման շնորհիվ։ Հասկանում եք, այս ամեն ինչը իրար հետ կապակցված է։ Հարց է առաջանում, կարելի է այս ամեն ինչը լավ ուսումնասիրել եւ բնության նախապայմանների վրա հենած, դա կոչվում է բնահեն լուծումներ։ Տնտեսությունն ու սոցիալական կյանքը կազմակերպել բնահեն լուծումներով։ Դա է այսօր հեռանկարը։ Կան այդպիսի պետություններ, որ այդ ճանապարհով են գնում այսօր։ Շատ քիչ։
Որոշ չափով եվրոպական, բայց եվրոպականը երբ որ ասում են, Եվրոպայում երկու պատերազմների ժամանակ անտառները լրիվ վերացել են։ Այնտեղի անտառները արհեստական են, ճիշտ է, իրանք փորձել են էկոհամակարգային անտառներ հիմնել։ Բայց միևնույն է այնտեղ նույնպես ասում են այնպիսի ծառատեսակներ, որ նրանք բարձր արժեք ունեն, նաև տնտեսական, որպես փայդանյութ։ Հասկանալ է, բայց իմ համար այդքան էլ ընդունել ամենայնպես հրճվել պետք չի, պետք է վերադառնալ բնության։ Իսկ Հայաստանի անդառները ընդհանրապես բուսականությունը, կենսաբազմազանությունը չափազանց հարուստ է։ Հիմա օգտվելով առիթից ասեմ, քանի որ COP17 պետք է Հայաստանում լինի, այս բոլոր խնդիրները կարելի է առաջ քաշել որպես հասարակական հայտ։ Որ պետությունները, որոնք բանակցություն, ընդհանրապես COP17 դա միջպետական բանակցությունների հարթակ է, բայց այնտեղ հասարակական կազմակերպությունը որոշ հնարավորություն ունեն զուգահեռ միջոցառումներով ագանջ բացել։ Իհարկե քաղաքական գործիչները լսունակություն չունեն, նրանք իրենց ուրիշ մոտիվացիաներ են իրենց։ Դա է պատճառը, որ մինչև հիմա 35 տարի անց է կլիմայի փոխանցման այդ պարզ խնդիրը չի լուծվում։ Կենսաբազմազանության պահպանության խնդիրը, անաբադացումը շարունակվում է, չէ՞։ Մենք գիտենք։ Անապատների մասին, քանի որ մենք խոսեցինք, որ ծառահատումները ամեն դեպքում վատ հետևանքներ են թողնում, բայց իմ անձնական կարծիքով ու տրամաբանությամբ, երբ բնական անապատային միջավայրերը, որոնք այսօր աշխարհի տարբեր տեղերում փորձում են կանաչ գոտիների վերածել, նույնպես կարող են ոչ դրական ազդեցություն ունենալ, թե այդպես չէ։ Էկոհամակարգում սխալ բան չկա, ամեն ինչ, այսպես ասենք, այն համակարգը, որ ձևավորվել է այս ընթացքում, քաղաքակրթության ընթացքում, ինքը անթրոպոցենտրիկ է ըստ էության։ Կան անապատներ, որ առաջացել են հենց մարդու գործունեության հետևանքով։ Դրա համար պետք է օրինակ, եթե Սահարան կանաչապատն ամբողջությամբ կամ մի մեծ մաս եւ այնտեղ ձևավորեն անտառներ, բայց չէ որ տեղի կենսաբազմազանությունը, անապատային կենսաբազմազանությունը նույնպես դժվար է, չէ։ Նույն բանը Հայաստան, մեր ամենաարժեքավոր, մենք մի փոքրիկ անաբադի կտոր ունենք, չգիտեմ, գիտեք չէ, Գորավանի ավազներն է կոչվում։ Դա արգելոց է։ Գորավանի ավազները արգելոց են։ Այնտեղ չի կարելի այն շատ քիչ մնացած բուսական ու կենտանական աշխարհը, սողունները, բաները ծրտալ, որտեղ դա կենսաբազմազանություն է։ Եվ բոլոր տեսակները շղթայական կապվածություն ունեն։ Պետք է ուրիշ բան, օրինակ կլիմայի փոփոխությունը անաբադացման process-ը շատացնում է։ Եթե դու կլիման հետ բերես, դժբախտաբար կոնվենցիան այդպեսի պահանջ չի դրել։ Հա, որ ուշադիր ես գնայում, ինքը դրել է որ տեմպը պակասացնել։ Ու ըստ էության այդ բանակցությունները միջպետական են, դրա համար առաջ չի գնում։ հասկացա։ Իրական շահառուն մարդիկ քիչ ներգործություն ունեն այդ ամեն ինչի։ Ես հիշում եմ 20 տարի առաջ ուղղակի խոսում էին, երևի ոչինչ չէին անում, ամեն դեպքում աշխարհի բնապահպաններն ասում էին պետք է փրկենք մոլորակը, եւ 10 տարի առաջ սկսեցին խոսել այն մասին, որ այլևս չենք կարող փրկել, բայց գոնե հետաձգենք աղետները, ինչ որ էսպիսի զավեշտալի բաներ էին պատտվում։ Չգիտեմ, անկեղծ ասած այն ինչ որ այսօր հասարակական կյանքում հնչում է տարիներից ասկում դա ես էլ վաղուց եմ դրանով զբաղվում բնականաբար ես տեսնում եմ որոշակի առաջընթաց կա հասկացությունների մեջ բայց շատ որոշակի շատ հեռու է ռացիոնալից միայն մարդը չէ որ ազդում է կլիմայի փոփոխությունների վրա եւ մենք պատմությունից գիտենք որ նաեւ երկրաբանական երևույթներն են ազդել եւ մինչ ես ձեզ կհարցնեմ իսկ ինչ էր տեղի ունենում այդ ժամանակ Հայաստանում որովհետեւ այդ հարցը ինձ երկար տարիներ մտատանջում է մի փոքր պատմեմ այն երևույթի մասին մարդկանց որը տեղի ունեցել 1815 թվականին երբ ժայթքեց հրաբուխը Ինդոնեզիայում Տամբորան, որի հետևանքով պայթեց, այո։ Եվ 4 ժամվա ընթացքում այնպիսի աղետալի ազդեցություն ունեցավ, որ հետո մի քանի տարի երկիր մոլորակի համար ձմեռ բերեց։ 1815 թվականի ապրիլի 10-ին
Ինդոնեզիայի տարածքում այդ հսկայական հրաբուխը կործանեց մի քանի տասնյակ հազար մարդու կյանք եւ տարիներ անց պետք է երկրաբաններ, այսինքն 20-րդ դարավերջին երկրաբանները պետք է այդ նույն Տամբորայի մոխրի հետքերը գտնեին նույնիսկ Հնդկաստանի, Միջին Ասիայի տարածքում եւ հետազոտություններով պարզեն, որ դա նույն հրաբուխի հետևանքն է։ Եվ հետաքրքիր է, որ տվյալ ժամանակի ականատեսները վկայում են, որ ամբողջ աշխարհում սով է սկսվում եւ նույնիսկ մեջբերումներ են անում տարբեր պատմական աղբյուրներ, թե Շվեյցարիայում մարդիկ սկսեցին խոտ ուտել, անգամ մահացած կենդանիների միս, Ֆրանսիայում քիչ էր մնում մի նոր հեղաշրջում սկսվեր, որովհետեւ սովը հասել էր այնպիսի մասշտաբների, որ անգամ հարուստ մարդիկ գնել հնարավորություն մթերք գնելու չունեին եւ տասնյակ հազարավոր կամ 100 հազարավոր մարդիկ սովից մահացան եւ սկսվեցին նաեւ համաճարակներ, իսկ Հայաստանում 1815-1818 թվականների ընթացքում հայտնի է ինչ տեղի ունեցավ։ Ասեմ, ես այդ Տամբորայի հետ կապված ես ուղղակի մեր փորձը ասեմ։ Ընդհանրապես հրաբուխները բերում են սառեցման, ինչու։ Դա էլ է պետք հասկանալ։ Ինչու կարծես թե տաք օդ է դուրս գալիս, ասենք լավա է դուրս գալիս, պետք է որ տաքացում լինի, չէ։ Որովհետեւ մոխիրը բարձրանալով մինչև վերնոլորտի վերին շերտերը երկար ժամանակ մանր փոշին մնում է կախված վիճակում եւ արևի ճառագայթները ավելի շատ են անդրադառնում, քան թե բնական պայմաններում առանց դրա։ Դրա պատճառով արեգագնային էներգիայի հոսքը երկրի վրա պակասում է։ Դա բերում է նրան, որ ընդհանուր սառեցում է տեղի ունենում։ Հիմա Տամբորայի ժայթքումը ինքը հայտնի է, որովհետև վերջերս է եղել 200 տարի առաջ։ Ամենը 200 տարի առաջ։ Ու ուսումնասիրություններ կային այդ դրա շուրջ։ Դրանից առաջ էլ են եղել, չէ՞, հրաբուխներ։ Ու դրա համար մենք մի փորձ կատարեցինք, դա այդպիսի մեթոդ կա կլիմայի փոփոխության ուսումնասիրության։ Ընդհանրապես տեղային կլիման փոփոխվում է advective process-ով։ Advective նշանակում է, որ ոչ թե տեղում է, ասենք, ճառագայթային հաշվի կշիռը փոփոխվում, այլ եղանակը, տեղային եղանակը ձևավորվում է բանից, օդային զանգվածների տեղաշարժումից ընդհանուրի մեջ տեղայինը զգացողությունը, նրա զգայունությունը գալիս է ընդհանուր շրջանառությունից։ Դրա համար շատ կարևոր է այդ հարցը։ Իսկ ինչ հնարավորություն ունենք մենք ուսումնասիրելու ինչպիսին է եղել կլիման այն ժամանակ, երբ որ ասենք Այդե ժայթքում, Կրակատաուի ժայթքումը, տարբեր ժայթքումներ են եղել, որ տարբեր չափերի, օրինակ եթե հարավային կիսագնդում է ժայթքումը լինում, դա քիչ է ազդում հյուսիսայինի վրա, որտեղ ինչպես ես ասացի, մթնոլորտը հոսանքները բան չեն անում, էլի, այդքան արագ չեն խառնում կիսագնդերի միջև։ Տամբորայի ժայթքումի հետ կապված չէ, բայց մենք այն մյուս ժայթքումները, քանի որ մի շարք կա, մեզ հետաքրքիր էր ինչպես դա անդրադարձավ Հայաստանի վրա, ոչ միայն Տամբորային, այսինքն նաև մյուսները։ Եվ մենք ունենք այդ դրա համար հետաքրքիր հնարավորություն։ Արդյոք մեր մատենագիտության մեջ չկան փաստեր, ուղղակի կան անուղղակի, ասենք խիստ ձմեռների վերաբերյալ, որ ձմեռները, ասենք, անոմալ խիստ են եղել, կամ ամառները տափերը շատ ավելի երկարատև են եղել։ Եվ այդ նպատակով մենք մտանք, այսպես ասած, մատենադարան ուսումնասիրելու եւ պարզվեց, որ մենք ունենք շատ հետաքրքիր այդ բնագավառում նյութեր, որոնց հետազոտությունը իմիջայլոց նաև բերեց նրան, որ այնտեղի գիտնականներից Արտաշես Մադրոսյանը խորացավ այդ խնդրի մեջ ու ասեց, որ մեր մատենագիտությունում կա այդպիսի նյութեր, որ մենք կարող ենք այդ զուգահեռները ուսումնասիրել։ Ու ինքը նպատակ ուներ նոր ուղղություն մտցնել, ինքը գիտությունների դոկտոր բաժնի մեծ բաժներ ղեկավարում եւ նրա առաջի գործը եղավ այդ բնության դեմ առաջի դավադրություն։ Ինքը տեսավ, որ մաթեմատիկության մեջ կարմիր թելով անցնում է նաև այդ եղանակային նկարագրությունները։ Այսինքն դա հնարավոր է անել։ Այն ինչ վերաբերում է այդ ժայթքումներին, դա ազդեցություն ունեցել է Հայաստանի վրա որոշ
նախնական նյութեր կային դրա շուրջ ու կոնկրետ գլոբալ սառեցումը այսինքն այն սառեցումը որ բերում է գլոբալ ժայթքումների հետևանքով միանշանակ Հայաստանում էլ անդրադառնում է միանշանակ ասում եմ այդ սխալանքի հետ միասին անդրադառնում է այն տեսքով որ այստեղ էլ այդ զգացնել է տալիս այս կամ այն ձևով մանրամասները չեմ կարող ասել բայց սա մի ուղղություն է որ կարելի է դրանով զբաղվել Շատ հետաքրքիր ուղղություն է որովհետև եթե տարբեր աշխարհամասերում տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել մենք չենք կարող հույս տալ դրանից Ավելին մենք կարող ենք իմիջիալոց այդ ուսումնասիրությունը երբ որ մենք ներկայացրեցինք միջազգայինորեն դա չէ որ կոնվենցիան միջազգային է 4-րդ կողմերի համաժողովին հիմա գիտեք 31-րդը պետք է լինի այս տարի Թուրքիայում 4-րդին որը Բուենոս Այրեսում էր մենք մեր ազգային հաղորդագրությունը երբ որ ներկայացրեցինք այնտեղ հետաքրքրություն առաջացավ այդ մեթոդի նկատմամբ որտեղ շատ քիչ ազգեր ժողովուրդներ կան որ ունեն այդպիսի խորը մաթեմատիկություն գրավոր նյութ եւ Պարսկաստանի Իրանի ներկայացուցիչը առաջարկեց համատեղ ուսումնասիրություն անել, որտեղ մեր մոտ Պարսկաստանը չէ որ հայկական մեր մաթեմատիկությունը հայկական Հայաստանի Հանրապետության մասին չէ, այդ մաթեմատիկությունը ավելի լայն ընդգրկում ունի, հետաքրքրություն առաջացավ դա շարունակել։ Այնպես որ գիտակրթական եւ գիտական տեսակետից դա կարևոր խնդիր է առաջ քաշում։ Շատ հետաքրքիր է եւ կան նաեւ հոսանքներ դուք քիչ առաջ էլի նշում եք այդ քամիների մասին եւ այլն մենք գիտենք որ կան օվկիանոսների տարածքում ձևավորվող հոսանքներ որոնք ազդում են ընդհանրապես աշխարհի ջերմաստիճանի վրա օրինակ օվկիանոսների ազդեցությունը 90%-ից ավել է քան մթնոլորտինը ահա մթնոլորտինը El Niño Gulf Stream եւ այլն դրանք Հայաստանի վրա ամեն դեպքում ուղիղ ազդեցություն ունեն թե շատ հեռու են Չէ ոնց թե Gulf Stream-ը եթե մի քիչ դանդաղ է, այստեղ երաշտ կլինի Հայաստան։ Ասեմ ձեզ, էլ է ափսոս պատկերի վրա լավ է ցույց տալը։ Եթե կարելի է նախ խնդրեմ պատմեք դա ինչ է, որովհետև մեզ լսող մարդիկ դժվար։ Որն է ձեզ Gulf Stream։ Դրանից ծովային հոսանքները առաջան ոնց որ մթնոլորտի շրջանառությունը այնպես էլ այդ հոսանքները առաջանում են երկրագնդի պտույտի տարբեր տեղերում տաքանալու հետևանքով բայց մեծ մասամբ քամիներն են բերում նրան որ քամիներն են ուղղորդում այդ հոսանքների ձևավորումը այդ թվում Gulf Stream-ը Gulf Stream-ը տակ հոսանք է հոսանքի հասարակածային գոտում ձևավորվում է ու այդ հոսանքը շարժվում է դեպի հյուսիս Ատլանտյան օվկիանոսում եւ այդ հոսանքը այնքան տաք է որ ինքը էներգիան շատ է որ անցնելով միջև Բարենցյան ծովը օրինակ չի հասցնում տականալ չի բանանում սարսակալում չի սարսակալում Բարենցյան ծովը հասկանում եք եւ ամբողջ Եվրոպան Gulf Stream-ի հետևանքով ինքը այդ կլիման ունի նախ խոնավ որովհետեւ տաքոտը չոր հյուսիսային կիսագնդի չոր մոդա չէ որ նույն զուգահեռականի վրա ինչ որ Սիբիր է պատկերացնում եք հա Սիբիր բայց այնտեղ ինչքան մեղմ կլիման մեղմությունը գալիս է Gulf Stream-ի հետևանքով որովհետեւ այնտեղ այդ ֆազային անցումները տեղումները եւ այլն եւ ամենակարևորը տաք հոսանքները ճիշտ է հաճախ ձևավորվում են ցիկլոններ բնականաբար ու այդ ցիկլոնները բերում են այն եղանակը ինչ որ մենք այսօր գիտենք դա Gulf Stream-ը ու կլիմայի փոփոխության հետևանքով վտանգ կա որ Gulf Stream-ը դանդաղի նույնիսկ որոշ գիտնականներ ենթադրում են այդ արկեոլոգները որ արդեն կարող է նույնիսկ հասնի նրան եթե մինչև 4 աստիճան տաքություն գրենա Gulf Stream-ը դադարելը նշանակում է Եվրոպան կսառի սառելը չի ինքը անապատատնա հա անապատանա այդ աստիճանի հիմա El Niño-ից հարցրեցիք այդ տեսեք որքան փխրուն է ցույց տալու համար թե որքան փխրուն է El Niño-ն դա առաջանում է Խաղաղօվկիանոսում Չիլիի հյուսիսից դեպի
նո Խաղաղ Օվկիանոսի այդ հատվածում չափերով մոտավորապես 2-ից 3000 կիլոմետր երկարությամբ, մոտ 500 կիլոմետր լայնությամբ այդտեղ ուրեմն սառը հոսանքները նահանջում են եւ մթնոլորտի ցիրկուլյացիայի հետևանքով առաջանում է տաք հոսանքներ են բարձրանում։ Տաք հոսանքներ են այնտեղ ձևավորում, տաք ջրային մակերես։ Ընդհանրապես կլիման ձևավորում է օվկիանոսի եւ մթնոլորտի էներգիայի փոխանակման, турբուլենտ փոխանակման հետևանքով մեծամասամբ մոլեկուլար փոխանակումը այդքան ուժեղ չի, բայց турբուլենտ փոխանակմամբ։ Դա այդպիսի տերմին է, կարելի է հասկանալ, որ եթե ջերմաստիճանները տարբեր են, ինքը սկսում է խառնվել, տեսած կլինեք էլի, որ գոլորշին որ բարձրանում է, քուլա է բարձրանում, չէ՞, այդպիսի փոխանակում է տեղի ունենում։ Ընդհանրապես 2-3 աստիճան փոփոխությունը բերում է նրան, որ ջերմային էներգիայի փոխանակման տեմպը փոխվում է ոչ թե մթնոլորտից օվկիանոս, այլ օվկիանոսից մթնոլորտ։ El Niño-ի մասին է խոսքը։ La Niño-ն հագարակն է։ El Niño ինքը աղջիկ է նշանակում։ El Niño տղա, La Niña աղջիկ։ Այո։ Տղա աղջիկ, այդպես է։ Ուրեմն El Niño-ի ժամանակ ջերմային էներգիան գնում է մթնոլորտ։ Պատկերացնում եք այդ երկրագնդի մասշտաբով դա շատ փոքր տարածք է։ 3000 կիլոմետր, ասենք մաքսիմում, բայց ինքը որ ձևավորվում է ու որը ժամանակ տևում է, ամբողջ երկրագնդի կլիմայական համակարգը խառնվում է իրար։ Եվ միտեղ փոթորիկներ, հսկայական փոթորիկներ եւ աղետաբեր ցիկլոններ, տորնադոների հետ միասին, ուրիշ տեղեր սառեցում կլիմայական համակարգը այդպես միաժեք չի, մի քիչ տաքացավ, մի քիչ սառեց, այդպես չի, մի քիչը բերում է էներգիայի վերաբաշխման։ Հասկանալի։ Ու այդ վերաբաշխումը բերում է նրան, որ El Niño-ն դա տևում է մոտավորապես 2 տարի, ասենք, 3 տարի կարող է տևել, էլի այդ երևույթը։ Հետո ինքը փոխվում է հագարակին։ Հագարակն էլ իր հերթին հագարակ երևույթներ է բերում։ Դրա համար ինքը այդ El Niño-ն եւ La Niña-ն իրանք շատ օթերդաբաններ եւ կլիմայագետները շատ կարեւորում են դա։ Կարող են նույնիսկ կանխատեսումները հասցնել մարդկանց, որ իրանք հաշվի առնեն։ Որոնք մուսոններն են փոխում իրանց դիրքերը։ Մուսոնները գիտեք այն քամիներն են, որոնք օվկիանոս եւ ցամաք հարաբերակցության մեջ են, այսպես ասած։ Ինչ կլինի, եթե հալվեն բոլոր սառույցները։ Բոլոր սառույցները, ոչ սառույցները։ Աշխարհի բոլոր սառույցները։ Չէ, այդպես չի կարելի։ Ասեմ ձեզ, օրինակ Արկտիկայի սառույցները որ հալվեն, ոչ մի բան չի լինի։ Արկտիկայի եսի նկատում ունեմ։ Այսինքն հյուսիսային կիսագնդի։ Գրենլանդիայի նկատի չունեմ։ Եսի նկատում օվկիանոսի վրայի սառույցները, որոնք ջրի վրա լողում են։ Ջրի վրա լողացող սառույց, չէ։ Չէ։ Հա, այսբերգը եթե ինքը ջրի մեջ արդեն լողում է, նրա հալվելը ծավալ չի ավելացում, ինքը ջուրի վերածվելով նույնքան ծավալ է, որքան որ ինքը դուրս է մեղել, Արքիմեդի օրենքով։ Այսինքն դա այդպես է։ Սառցադաշտային գոտիների մասին խոսքը։ Եթե ցամաքի վրա է, այսինքն սառցադաշտերը, որոնք ցամաքի վրա են, դա Գրենլանդիան է եւ լեռների սառույցները։ Դա այդ դեպքում այո, բայց խնդիրն այն է, որ սառույցները հալվելը միայն հալվելով չի։ Հիմա արդեն ծովի մագարտակը բարձրացել է, դուք գիտեք։ Այո։ Վենետիկը ամեն տարի մի քանի սանտիմետրով, դա որպես օրինակ։ Չէ, ինքը լավ օրինակ չի, որտեղ Վենետիկը որտեղ է գտնվում։ Կղզիների վրա։ Ինչ։ Արհեստական կղզիների վրա։ Չէ, ամեն դեպքում ինքը օվկիանոսում չի գտնվում։ Միջերկրական ծովում։ Դա այն դեպքը չի, էլի որ։ Այսինքն միջերկրական ավազանում ամեն դեպքում հա որը ուրիշ բան։ Չէ, հիմա կան շատ կղզիներ, որոնք շատ մեծ վտանգի տակ են այդ բարձրացում։ Հիմա ծովի մագարտակը հատկապես այն կղզիները, որոնք ձևավորվեն այդ բանը բուստային կղզիները, գիտեք։ Հա, հասկացա։ Կորալավը ռիֆները այս։ Հա, եւ կորալները սկսում են մեռնել։ Չի, մեռնելը այդ ուրիշ խնդիր է։ Ծովը որ բարձրանում է, իրեն այդ բաները, այդ խութերը, բուստային խութերը, Կորալավի ռիֆի։ Հասկացա։
Բուստային խութերը իրանք ալիքները պահում են, որ ինքը հիմնական կղզի շուրջ են, չէ՞ նրանք։ Կղզիները պահպանում են ջրից։ Ջուրը չի լվանում, չի հասնում մինչև կղզի։ Մագարտակը որ բարձրացել է, այդ դրա արդեն ալիքները հասնում են եւ լվանում են կղզին։ Եվ այսօր արդեն առաջի կղզին, որ էվակուացիա արեց բնակչությունը այդ պատճառով, դա եղավ 2006 թվականին, ես հիշում եմ դա, այդ բնակավարում եմ ես աշխատել, դրա համար ամեն տարվա ինֆորմացիան ստանում ենք։ Այն ժամանակ ծովի մագարտակը բարձրացել էր 17 սանտիմետր։ Հիմա բարձրացել է 22-23 աստիճան։ Իսկ դա շատ մեծ թիվ է։ Իսկ ձեր հարցին, թե ինչքան կբարձրանա, եթե օրինակ Գրենլանդիան հալվի, Անտարկտիդայի մասին չենք խոսում, այնտեղ մի քիչ կասկածել է, որտեղ միտեղ կարող է հալվել արևմտյան Անտարկտիդան, բայց արևելյանը կարող է ընդհակառակը շատանալ, այնտեղ շատ ցուրտ է, էլի, այսպես ասած, այնտեղ մի մասը կհալվի, մի մասը, վիճում են, ես չեմ վստահաբար չեմ ասում, այդպեսի կարծիք կա, որ Անտարկտիդայի հալվելը կլինի, եթե ջերմաստիճանը թողնենք բարձրանա մինչև 5 աստիճան միջինը երկրագնդի, այդ դեպքում ինքը կսկսի հալվել ու տարիներ, հարյուրամյակներ կտևի, շատ է։ Իսկ Գրենլանդիան հենց հիմա հալվում է, բայց միայն հալվելու պատճառով չի, որ բարձրանում է։ Ծովը որ տաքացել է, ջերմային ընդարձակումն էլ իր հերթին։ Այսինքն երկու էֆեկտ կա։ Մի կողմից սառցադաշտերն են կրճատվել, որոնք կուտակում են ջուրը։ Մյուս կողմից ուրեմն ջերմային ընդարձակման։ Հիմա եթե նույնիսկ այս պահից դադարեցնել արտանետումները, իներցիայով կշարունակվի տաքացումը։ Հասկանալի է։ Օվկիանոսը կբարձրանա մոտ 30 սանտիմետր։ Դա աղետալի կլինի ամբողջ մոլորակի համար։ Ամբողջ մոլորակի չէ, բայց այն քաղաքներն ու շատ ցածր գտնվող որոնք օվկիանոսին մոտ են։ Դե օրինակ հիմա էլ Հոլանդիան գտնվում է ավելի ցածր, քան ծովի մագարտակը, բայց իրանք, ասենք, պատնեշներով պահում են, հա։ Հետաքրքիր է։ Բայց Բանգլադեշը լուրջ խնդրեմ կունենա։ Նրա երևի մի կեսը Բանգլադեշի կհայտնվի ջրի տակ։ Օվկիանոսների սառույցների մասին հասկացանք, բայց հետաքրքիր է, որ որքան սարերում ենք բարձրանում վեր, այնքան ջերմաստիճանը անկում է։ Այսինքն ծովի մակերևույթին մոտ ավելի ջերմ է, բարձրանում ենք 1000 մետր ավելի սառում է 2000 մետրի վրա։ Ինչով է դա պայմանավորված, չէ՞ որ մենք արևին ենք մոտենում, բայց արևին, արևը գիտեք ինչ է։ Ֆիզիկապես նկատի ունեմ երկրակեղևի ավելի բարձր գոտիներում ենք հայտնվում, այսպես երևակայությամբ երևի արևին մոտենում ենք, բայց ջերմաստիճանը անկում է։ Չէ, ուրիշ կերպ երևի հարցն լի, ես այդ հարցը ուսանողներից եմ տալիս կամ աշակերտներին։ Չէ՞ որ մենք գիտենք, որ տաք օդը ավելի թեթև է, քան սառը օդը։ Դա էլ իր հերթին։ Գազը ավելի շուտ։ Տաք գազը, նույն գազը, իդեալական գազը, եթե տաքացնում ես, ինքն դարձակում ավելի թեթև է։ Եվ բարձրանում է։ Ու բարձրանում վերև։ Ինչու է վերևը սառը, իսկ ներքևը տաք։ Հակառակը, չէ։ Դա պայմանավորված է երկրագնդի ցկողականությամբ։ Առաջի հերթին ցկող ավելի շուտ էսպես ցկողության դաշտում գազը, որը սեղմվող հեղուկ է, ինքը բարձրանալով վերև ընդարձակվում է, չէ՞։ Եվ ընդարձակվելուց սառչում է։ Էլի սեղմվում է։ Սեղմելուց տաքանում է օդը, չէ՞։ Այսինքն դուք պատկերացրեք մի, ասենք, առանց ջերմափոխանակության օդը, ասենք, մի փուչիկի մեջ լցրած, առանց ջերմափոխանակություն, որ չսառվի։ Ինչ որ մի ջերմաստիճանից, ասենք, երկրի մակերեսից, բարձրացում ենք Արագածի գագաթը։ Ինքը կուրչի, չէ՞։ Հա։ Որտեվ ճնշում է այնտեղ շատ ցածր է։ Ուրչելուց ջերմաստիճանը իջնում է։ Այսինքն անտարբերության վիճակը, որ ոչ բարձրանա, ոչ իջնի, դա յուրաքանչյուր 100 մետրին 100 մի աստիճան է, դա կոչվում է, դա հատուկ անվանում են, բանուն է, մթնոլորտի ուրեմն վերընթաց շարժման ադիաբատիկ կոր, ադիաբատիկ առանց
ջերմափոխանակության ինչպիսին կլինի ջերմաստիճանը, եթե անտարբեր վիճակում լինի։ Մթնոլորտը անտարբեր, այսինքն ոչ վերև է գնում, ոչ ներքև է գնում։ Այնտեղ ավելի սառը կլինի, որովհետև եթե սառը չլինի, բարձրացող օդը, ասենք սառը չի, չէ՞։ Բարձրացող օդը ավելի սառը կլինի, հետ կգա, այսինքն ինքը սառչելուց, ընդարձակվելուց սառչելուց, ինքը հետ կգա, այսինքն եթե այդպեսին չլիներ, այսպես մեկնաբանենք, եթե ցկողականության դաշտում այդպիսի բաշխվածություն չլիներ, մթնոլորտի օդի խտությունը այդպեսին չլիներ, ապա օրինակ օվկիանոսում այդպես չի, այնտեղ խտությունը չի փոխվում, ըստ բարձրության չի փոխվում, դրա համար այնտեղ ներքևը սառն է, մինչև ամենախիտ վիճակն է, իսկ վերևը բան է, տաք է կամ նույնիսկ եթե սառն է, միևնույն է, ինքը խտությունը ջուրը ջերմաստիճանից չի փոխվում։ Մթնոլորտում խտությունը փոխվում է։ Այդ խտության փոփոխման պատճառով ձևավորվում է այդպիսի ստատիկ վիճակ։ Եվ ասեմ, դա այդ որ վիճակն է։ Տեսականորեն, այսինքն դա յուրաքանչյուր 100 մետրը ներքնոլորտում, ամբողջ մթնոլորտում չէ, էլի, ներքևի մասում ջերմաստիճանը պետք է որ յուրաքանչյուր 100 մետրին մի աստիճան նվազի։ Այդպես էլ ավելի քիչ է նվազում, բնականon 0.6 աստիճան է նվազում ըստ բարձրության։ Դա միջին է։ Կա դեպքեր, որ կարող է նույնիսկ բարձրանա, դա ինվերսիան է, տեսեք, հարազատ դաշտում երբեմն լինում է, չէ՞, սառը օդը ներքևնելում չի բարձրանում։ Հա։ Ու ինվերսիա է ձևավորվում, վերևը ավելի տաք է, ներքևը սառն է, սառը օդը լցվել է, լեռներից եկել է, լցվել է, չի խառնվում։ Սառն է, վերևը տաք է։ Շատ կայուն է մթնոլորտը։ Հա, մինչև արևը չտաքացնի, որ այնտեղ տուրբուլենտականություն առաջանա ու կոնվեկցիա, չի բարձրանա օդը։ Դրա համար երբ որ մառախուղ է լինում, արևի լույսը չի հասնում, կարող է շաբաթներով ինվերսիայի վիճակ լինի։ Ինվերսիա նշանակում է հագադարձ ջերմաստիճանային շերտավորում։ Դա այդպես է։ Դա մթնոլորտ է։ Դա երբ որ դուք մաթեմատիկորեն այդ ամեն ինչը դնում, շատ ամեն ինչ տեղն է գալիս։ Մաթեմատիկան իմ թույլ կողմն է։ Չէ, լավ չի։ Գիտեմ, բայց հետաքրքիր է իմանալ ամեն դեպքում թվերի մասին, ինչպես են հաշվում սպասվելիք ջերմաստիճանը։ Հա, մի քանի մեթոդ կա դրան, կա թվային մեթոդներ, ինքը շատ բարդ է, ավելի լավ է այդ հարցը հիդրոմեծառայությանը տալ, թե Հայաստանում ինչպես են հաշվում։ Ոչ թե ես այսպես կասեի, եղանակային կանխատեսումները ինչպես են անում, չէ՞։ Մի քանի ձև կա։ Կա սինոպտիկական քարտեզների միջոցով, քանի որ օրինաչափությունները գիտեն, որ ասենք այստեղ այսպեսի ճնշում է, ցիկլոն է ձևավորվել, արագությունը գիտեն, երկրագնդի պտտման արագությունը գիտեն եւ այլն, գիտեն երբ է այդ ամեն ինչը հասնելու այստեղ ու կարողանում են հաշվարկներով կա սինոպտիկական քարտեզ, կա թվային մեթոդներ հաշվարկների, կա նմանակների մոդել։ Նմանակներն ինչով է հետաքրքիր, ես մի քիչ առաջ ասեցի, ասենք երբ որ այսպեսի իրավիճակ է եղել մի ինչ-որ ժամանակ 10 տարի առաջ, ասենք, նույն վիճակն է եղել, ինչպես է անդրադարձել տվյալ տարածքի վրա։ Եթե նույն վիճակն է եղել, մեծ հավանականություն կա, որ նույն վիճակն էլ հիմա կկրկնվի։ Դա նմանակների, սինոպտիկական մեթոդը դա քարտեզներով են, բարիկական դաշտի քարտեզներով, բարիկական դաշտ, այսինքն մթնոլորտի ճնշումների դաշտի քարտեզներ կան, ինչպես է փոխվում։ Այդ դաշտի քարտեզները ուսումնասիրողները դա մասնագիտություն է։ Ուսումնասիրում են, ասում են, որ 2 օր հետո այսպեսին կլինի, բայց քանի որ ինքը շատ փուխր է եւ անկայուն է մթնոլորտը, դուք նկատած կլինեք, որ հիմա բավականին շատացել է հնարավորությունը, ասենք 7 օր առաջ կարող են քիչ թե շատ նորմալ կանխատեսում տալ, բայց 10 օր հետո արդեն կարելի է չհավատալ։
Նույնիսկ երբեմն նախորդ օրվա կանխատեսումը հաջորդ օրվա հետ կարող է չհամընկնել, որովհետև Երբեմն- հոսանքներ են գալիս։ Այո, կարող է այնպեսի երևույթ լինի, որ նույնիսկ այսպես բան կա, թիթերի թևերի թափտալը կարող է ազդել Ազդել։ Ինդոնեզիայում վագրի վրա։ Լավ հումոր էր։ Եվ ուզում եմ եզրափակենք մի շատ հետաքրքիր դեպքով, դուք նշեցիք մեր առաջին զրույցի ժամանակ, որ եղել եք Հյուսիսային Բևեռին շատ մոտ։ Ու Բևերի չէ, մի քիչ Չափազանցնում եմ։ Բևերի մոտ եղել եմ, ճիշտ ասած, ինքնաթիռի մեջ լինել։ Հա, բայց դա էլ է հետաքրքիր։ Բևերը ընդ ուսումնասիրություն, բայց դա կարևոր չէ։ Դա 1980 թվականին բանը մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտի հետ միասին դա բանը գիտարշավում եմ եղել մեկ ու կես ամիս մայիս ամսին մայիս հունիսի սկիզբը կղզի կա անվանումը Ժոխովը կղզի դա Սառուցյալ օվկիանոսի 80 աստիճանից այն կողմ է։ Դելոնգո արշիպելագի շրջանակում որովհետեւ պատկասենք երևի լսած կնեք Զիմլյասաննիկը, չէ՞, լսել եմ, բայց Բելիայևի գիրքն է, չեմ տեսել քարտեզի վրա։ Այդ գիրքը Բելիայևը ժամանակին գրել է, երբ որ այդ կղզին հայտնաբերեցին։ Նախանցյալ դարի 1800 թվականների վերջին են հայտնաբերել, փոքր կղզի 2.5 կիլոմետր չափերով միջինը։ Այդ կղզին ինչով է հարմար, ինչու էր այնտեղ։ Այնտեղ կա օդերթաբանական կայան եւ մենք այնտեղ մեր գիտարշավը նվիրված էր ուսումնասիրել մթնոլորտում մի քանի գազերի պարունակությունը մեթան, ազոտի ենթօքսիդ, որոնք ջերմոցային գազեր են, եւ նաեւ CO-ի քանակը։ CO-ն ջերմոցային չի համարվում, չնայած ունի այդ էֆեկտը, բայց մեզ հետաքրքիր էր, թե ես այդ բնագավառի մասնագետն եմ, մեզ հետաքրքիր էր հատկապես մեթանի տարածումը։ Մեթանը ինքը առաջանում է, ոչ միայն մեթանը, ընդհանրապես կա եւ մեթանը եւ աերոզոլները, նրանք առաջանում են, ասենք անթրոպոգեն գործունեության հետևանքով եւ հետաքրքիր ինչպես են իրենք տարածվում։ Զուգահեռ արշավախումբ էր, մի արշավախումբը նավով մինչև Անտարկտիդա վանեց Արգենտինայից բանով Ատլանտյան օվկիանոսի կտրվածքով էին նայում, թե ինչպիսի բաշխվածություն կա ընդհանուր մթնոլորտում պարունակությունը, մենք էլ այնտեղ ուրեմն Արկտիկայում չափում ենք, թե ինչ ու շատ զարմանալի արդյունքներ ենք ստացել, որ աղտոտվածությունը ընդհանուր պարունակությունը մթնոլորտում ընդհանուր բանում բավականին բարձր է, ու այնտեղից հաշվարկներով բերեցինք նրան, որ ընդհանուր շրջանառությունը մթնոլորտի բերում է նրան, որ արդյունաբերական արձանետումները այնտեղ են հասնում, ոչ միայն հասնում են, բավականին մեր սպասածից շատ էր նույնիսկ։ Թեև բավականին հեռու է Շատ հեռու քաղաքակրթությունից։ Բայց այնտեղ նաև հետաքրքիր էր ինքնին միջավայրն էր հետաքրքիր, որտեղ այն ժամանակ էր, երբ որ արևը անընդհատ պատտվում է, անընդհատ ամբողջ օրը արև է։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նախ կա տարբերություն, միախառնված չի մեթանը, այդ մի կողմից, ազոտի ենթօքսիդն էլ էր շատ հետաքրքիր, որտեղ այնտեղ չի կարող առաջանալ, ինքը առաջանում է գյուղատնտեսությունից եւ հավերժական սարսույթի հալման հետևանքով։ Նաեւ մեթանը ու այնտեղ երբ որ բացահայտվեց, դա հիմք հանդիսացավ, որ մեթանիկ խնդրեմը որպես ջերմոցային էֆեկտի կարևոր բաղադրիչ մարդածին, թեև ասենք հարվեժական սարսույթն է հալվում, որ մեթանը դուրս երևի ֆիլմերում տեսած կնեք, չէ՞, սառույց բանանան այրվում է։ Այո, ես էլ եմ ինքս փորձել եք։ Շատ վտանգավոր է սարսույթի հալույթը բերելու է, որ մեթանը շատանա, իսկ մեթանը CO2-ից
21 անգամ ավելի ջերմոցային էֆեկտը բարձր է, քան CO2-ին ածխաթթու գազինը։ Դրա համար ինքը կարևոր է։ Մենք այնտեղ հայտնաբերեցինք, որ բավականին շատ է եւ ամենակարևորը աերոզոլներն են շատ։ Իսկ աերոզոլները առաջանում են, ասենք, արդյունաբերությունից, ածուխ այրելուց եւ այլն եւ այլն։ Դա որ հայտնաբերվեց, դա էլ եղավ որոշակի լումա կլիմայի փոխության կոնվենցիայի ընդունման ժամանակ։ Երբ որ միջկառավարական փորձագետների խմբի առաջի զեկույցում նաև այդ տվյալները հայտնվեցին։ Հա, հետաքրքիր է։ Այնպես որ շատ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է այնտեղի բնությունը։ Ես շատ եմ տարբեր տեղեր ճանապարհորդել, իմ ամենամեծ տպավորությունս իհարկե Արկտիկայից։ Որտեղ հավերժական սառույցներ են եւ ուրիշ ոչինչ չկա։ Չէ։ Անմիջականորեն սպիտակ արջի հետ առնչվելն էլ է։ Վախենալու չէր։ Չէ, պատկերացրեք, այնպեսի տպավորություն կարող է զգաս, շոյես, բայց իհարկե շատ վտանգավոր։ Ինքը վախ չի առաջացնում։ Իսկ շատ էր ցուրտ։ Որ գնացինք 30-39-ներ, չէ, բայց ասեմ ձեզ, -39-ը ցուրտ չի, ինչ իմաստով։ Եթե խոնավ չի, իսկ այնտեղ այդ -25-ից հետո օդի մեջ խոնավություն չի մնում, ամբողջը բյուրեղանում է, բյուրեղի նման թափվում է։ Այնտեղ տեղումներ մեր սովորական ջամփաթելների դեպքով չի լինում։ Այնքան ցուրտ է, որ անմիջապես ինքը բյուրեղանում է եւ եղյամի պես եղամի շերտով է դնում։ Նույնն էլ Անտարկտիդայում, այնտեղ երբեք այսպես տեղումներ չեն լինում։ Եղամի տեսքով իրենք նստում են։ Երբ Սիբիրի բնակիչների նկարներ են տարածվում -40-60 աստիճան եւ թարթիչների ունքերի վրա ամբողջ մորուքի վրա։ Իսկ դա պահում է, տաքություն է պահում։ Այնտեղ մտածելով, որ բանը վրաս չի ազդում, գլխազը շուրջ տվեցի, sense ավելի ազատ է իման գալիս այդ ցածր ջերմաստիճանի դեպքում։ Բայց հետո ինձ ասեցին մի հատ հայլի մեջ նայ։ Վայ, ինչ է, նկարներ ունեք։ Չէ, դժբախտ ունեմ, հա, շատ վատ նկարներ։ Հա, հասկացա, շատ հետաքրքիր էր։ Պարոն Գաբրիելյան, գիտենք, որ հյուսիսի բևեռներին մոտ ձևավորվում են հյուսիսափայլ կոչված երևույթները, որոնք բևեռափայլ ասենք, եթե հարավն։ Այո, հարավինը չի կարող հյուսիսային լինել։ Ինչ երևույթներ են դրանք, ըստ ականատեսների նկարների նկարագրությունների, դրանք ինչ որ չնաշխարհիկ ծիածանագույն լուսային էֆեկտներ են, բայց ինչպես է այդպես առաջանում։ Դա առաջանում է շնորհիվ երկրագնդի մագնիսական դաշտ ունենալու։ Երկրագունդը ի տարբերություն շատ ուրիշ մոլորակների ունի նաև մագնիսական դաշտ։ Այսինքն ինքը գեներատոր է երկրագունդը ձևավորվում է ուրեմն մագնիսական դաշտ եւ արեգակից եկող արեգագնային քամի կոչում մասնիկները, էլեմենտար մասնիկները, պրոտոններ, նեյտրոններ եւ այլ մասնիկներ, իրենք արևից որ հասնում են մինչեւ երկրագունդ, այդ մագնիսական դաշտը դրանց շեղում է ու դրա շնորհիվ գոյություն ունի կյանք իմիջայլոց, որովհետև հակառակ դեպքում եթե մագնիսական դաշտ էդել մի կարևոր, եթե մագնիսական դաշտ երկրագունդը չունենար, այդ արեգագնային քամին Մարսի նման, Մարս մոլորակի նման մթնոլորտը դեզերք փչած հեռացրած կլներ։ Շնորհիվ նրա որ մագնիսական դաշտ կա, այդ արեգագնային քամին արագ մասնիկները, մեծ էներգիա ունեցող մասնիկները շեղվում են մագնիսական դաշտի շնորհիվ, իսկ մագնիսական դաշտը եթե նկարեք, կստացվի մագնիսի նման։ Այդ ուժագծերը գալիս են հյուսիսից հարավից են մտնում մթնոլորտ, այնտեղ այդ դաշտի բանը շատ բարձր է։ Երբ որ այդ մասնիկները այդ դաշտի շնորհիվ գալիս մտնում են մթնոլորտ բևեռների, հյուսիսային կամ հարավային բևեռից, փոխազդում են մթնոլորտում որոշ մասնիկների հետ եւ առաջացնում է այդ բանը գունային էֆեկտը, այսինքն նրանք
գրգռվում են այդ մասնիկները, օդի մեջ գտնվող մասնիկները, այդ արեգագնային մասնիկների փոխազդեցության հետևանքով եւ ճառագայթում են այս կամ այն էներգիան, որոնց մի մասը տեսանելի է տարբեր գույների եւ այդ տարբեր գույների տեսանելի բանը էֆեկտ է տալիս հյուսիսափայլի եւ տանապես բևեռափայլի։ Բևեռափայլը Անտարկտիդայում ավելի դժվար է նկատել, որովհետեւ այնտեղ պետք է լինեք։ Հա, բնականաբար։ Իսկ այստեղ հայտնի է, որովհետեւ այդտեղ մարդիկ են ապրում ու դա նորմալ երևույթ է։ Իդեպ որքան օդը աղտոտ է, դա էլ է հետաքրքիր, այնքան ավելի գեղեցիկ են այդ գույները։ Իսկապես, իսկ ես ուզում եի հարցնելիս դա էկոլոգիական վտանգ կամ ինքը չէ, ինքը շատ բարձր դա ըստ էության մթնոլորտում որոշ էլեմենտների ռեակցիա հետ միջուկային ռեակցիաների եւ ատոմային ռեակցիաների հետևանք է։ Ուզում եմ մի տարօրինակ հարց տալ, բայց դրանից առաջ երևի պետք է հարցնեմ արդյոք բոլոր սառցադաշտային ժամանակաշրջաններում հայկական լեռնաշխարհին հասել են այդ խոշոր սառույցները, թե ոչ։ Ոնց դու իհարկե հիմա սառցապատման արդյունք մենք ունենք։ Մեր ռելիեֆի մի մասը ձևավորվել է ոչ թե գետերի, օրինակ հենց Արագած, նայենք Արագածի, չէ՞։ Դեռ երբ որ նայում ես կողքը, ցես մի հատ խորը կիրճ կա, մի քիչ ավելի թասի նման։ Որ գագաթին մոտ։ Գագաթի մոտ չի, ավելի ներքև է։ Երբ որ գնում ամբերտ որ գնում է, հա, չէ՞, այնտեղ կողմը խորը կիրճ է։ Ահա։ Այդ կիրճի առաջացումը հենց Ստրոգովե Դալին է, այդպես ենք, այսինքն սառցադաշտի մաշացրած։ Հա, հասկացա։ Սառցադաշտ եղել է։ Վյուրմյան սառցապատումը, Վյուրմյանը դա վերջին է, այդ մինչև 12000 տարի առաջ որ հալվեց, մինչ այդ եղել է սառցապատում։ Այդ սառցապատումը Հայաստանում արտահայտվել է նրան, որ լեռնային շրջանները եղել են սառուցային շերտերի սառուցի շերտ է եղել եւ դե սառուցի շերտը ինքը չի մնում միտեղ, ինքը հոսում է այդ սառույցը։ Այսինքն սառցադաշտեր են եղել, որոնք հոսելով մաշացրել են այդ բան։ Ու մենք այսօր էլ երկրաբանները շատ լավ ճանաչում են, որ այսա սառցադաշտի մաշացրած քարեր են։ Հա, որտեղ այդ քարերը սառցադաշտի հետ որ շարժվում են, ասենք քսվում են ծանրության ազդեցության։ Հա, իրենց ծանրության եւ կպած են սառցին եւ հոսելուց իրենք կողքի լեռները, ժայռային բաները, պատերը մաշացնում են, այդ մաշացման բաները, գծիկները երևում են։ Ամեն դեպքում Արարատյան դաշտը սառցադաշտի մեջ չի եղել։ Այսինքն այդքան չի սարել։ Այդքան չի եղել։ Հենց դրա շնորհիվ էլ այստեղ մարդկությունը պահպանվել է։ Հրաշալի է։ Իմ կարծիքով։ Ահա, իսկ հնարավոր է որ այդ ժամանակամիջոցում բևեռափայլերը նաև մեր տարածաշրջանում Չէ, բևեռափայլերը ուրիշ, նրանք քանի որ մագնիսական դաշտով են պայմանավորված, իսկ մագնիսական դաշտը սառույցներով չի պայմանավորված, այլ այդ մասնիկները ուժագծերով, մագնիսական ուժագծերով մտնում են մթնոլորտ եւ մթնոլորտում փոխազդում։ Այդ ուժագծերը մթնոլորտ են մտնում մագնիսը այդպեսին է, էլի, օրինակ եթե մագնիս է, եթե ասենք հարավային բևեռը, հյուսիսային բևեռը, նա ուժագծերը այսպես են ձևավորված։ Այստեղ չի առաջանում, որտեղ մթնոլորտը այստեղ է։ Շատ լավ։ Իսկ ուժագծերի ուղղությամբ երբ որ մասնիկը գալիս մտնում է մթնոլորտ, դա բևեռների մոտ է մտնում։ Այդ բանը որ այդ բևեռները իրենց դիրքերը փոխել են մոտ 800,000 տարի առաջ, հյուսիսայինը փոխվել է հարավայինով, բևեռը փոխվել է։ Այդպես են ասում, իմ համար մի քիչ անհասկանալի է ոնց է, գիտենալով մեխանիզմը այսօրվա հրամցը, թե որտեղից է այդ մագնիսական դաշտը։ Դա էլ է հետաքրքիր։ Շատ երկար ժամանակ չեն պատմում, որտեղ այդ դրանով է նաև պայմանավորված մթնոլորտի էլեկտրականությունը, այդ կայծակներն ու բաները։ Որտեղից այդ գեներացիան որտեղից է լինում։ Ասում են հիմա էլ են բևեռները տեղաշարժվում, թե դա մագնիսական բևեռները մի քիչ տեղաշարժվում են, դա բնական է։ Բնական շեղումն է, դա ընդհանրապես
երկրագնդի առանցքնել է իր 12000 տարին մեկ մի հատ ցիկլ է անում։ Դրա հետ կապված է կլիմայի փոփոխությունն է տեղի ունենում, կլիմայական համակարգը իր դուք տեսնում եք ինչքան գործոններ կան դրա ձևավորման համար, դրա համար շատ ինքը փուխր է։ Տեսեք, ընդամենը մի աստիճան է բարձրացել ջերմաստիճանը, բայց ինչ երևույթներ կան։ Դրա համար շատ խնամքով է պետք է։ Մենք մի դրախտում ենք հայտնվել տիեզերքում, բայց այդ դրախտի գինը չենք գնահատում։ Ափսոս։ Որքան էլ հետաքրքրվել եմ տարիներ շարունակ այս թեմայով, բայց չէի պատկերացնում, որ այս աստիճան ծավալուն զրույց կստացվի մեզ մոտ։ Շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր Ես եմ շնորհակալ, որովհետև ես միշտ մտածել եմ, որ ես գիտեմ, որ բնակչությունը չգիտի այս ամեն ինչը։ Չէ, անգամ ես որ անընդհատ ինձ թվում էր տեղեկացված եմ, բայց ինձ համար շատ նոր բաներ պարզեցի ձեզ հետ, ձեր շնորհիվ, շնորհակալություն։ Հուսով եմ, որ մեր երիտասարդները ապագա մասնագիտություն ընտրելիս անպայման նկատի կունենան, որ կա այսպիսի շատ հետաքրքիր ոլորտ, կլիմայագիտություն կամ կլիմատոլոգիա եւ օդերոտաբանություն եւ կլիմայագիտություն։ Առանց օդերոտաբանը կլիմայագիտությունը հնարավոր չի հասկանալ։ Չանջատենք։ Դա միասին։ Շատ լավ։ Միասնական է։ Շնորհակալ եմ եւ շնորհակալ եմ ձեզ սիրելի մարդիկ, որ շարունակում եք հետևել մեզ։ Կհանդիպենք։